Մենք հեսա որ որայա պետք է մտնենք կլասեր թեմա, կլասներ ու օբյեկտ օրենտացված ծրագրավորում։ Կլասներ մտնելուց առաջ կամ կլասների ընթացքում պետք է տենց մի բան գնանք encom դեկորատորներ անունով թեմա, որը ֆունկցիաների հետ է կապված, որը մենք հələ չենք ծածկել, որտեղ ինքը այդ պահի դրությամբ բավականին բարդ գաղափար էր, բայց ոնց որ մինչև կլասներ մտնելը պետք է անենք, տենց որ մեր շաբաթը նվիրված է լինելու պարտքեր փակվել, որ գնանք բացենք այդ թազա մեր կյանքի թազա փուլը կամ չգիտեմ։ Դեկորատորները հենց կոնկրետ կանենք Կիրակի, ինձ թվում է, մի հատ դասի վերջում կքննարկենք դա։ Մինչև այդ մի հատ էլ ուրիշ թեմա ֆունկցիաներից, որ բարդ կա մնացել, ռեկուրսիայի թեմաներ։ Այսօր ռեկուրսիային թեթև կառնչվենք, մեկ էլ ես հիշել եմ, որ մի հատ բան հերու հերավոր երրորդ դասին մոռացել եմ պատմեմ։ Մի հատ տենց մի քանի րոպեում դա էլ կպատմեմ։ Ով ոնց որ այսքանը ինձ թվում է բավականին արագ կտևի, քանի որ դասն էլ այդքան կարճ չարժե անենք, քանի հավաքվել ենք։ Մտածեցի կարանք անենք մի հատ գրադարան, որը որ պլանավորված էր անել այդ գրադարանների ուսումնասիրության փուլի վերջում, բայց քանի որ հիմա էլ արդեն ասում ենք դեպի պրոյեկտների աշխարհ, հաճելի կլինի այդ պրոյեկտը ունենա, երբ որ պրոյեկտ անում ենք, այդ պրոյեկտը ունենա ինտերֆեյս։ Հաճելի կլինի այդ պրոյեկտը կարողանանք դարձնենք կայք ու մարդկանց ուղարկենք։ Այ հենց տենց բաներում էլ Streamlit գրադարանն է օգնում, բավականին պարզ է համեմատ մնացած ուրիշ գրադարանների, որ սովորելու ենք, կամ գուցե նույնիսկ որ արդեն սովորել ենք իրենց համեմատել է բավականին պարզ։ Հրաշք հաճելի թեթև գրադարանա, եկեք սովորենք, ինձ թվում է ձեր դուրն էլ կգա ու կարաք արդեն դրանից հետո պրոյեկտներում արդեն կոնկրետ ներառեք Streamlit-ը։ Ու կանենք ոնց որ ըստ հավեսության նվազման սկզբում Streamlit-ը կանենք, հետո կգնանք ռեկուրսիայի գաղափարին, հետո կգնանք այդ ձեռի հետ այդ մի քանի րոպեանոց զրթիկին, որ մոռացել էի պատմեմ։ Որ պատկերացնեք Streamlit-ը ինչի մասին է խոսքը գնում, եկեք մի հատ սա դարձնեմ բաց։ Այ, sense մի հատ ինչ-որ ծրագիր է, կտեսնում ենք ինչ-որ քարտեզ ենք ընտրում, ստեղ ինչ-որ ասում է նկարն է սարքում քարտեզի, կարանք sense մոտիկացնենք, կարանք ստանով գանք սխմենք ինչ-որ, չգիտեմ ինչ փոխի, գույնային գամա փոխեց, ստեղ հազարումի բաներ փոխենք եւ այլն եւ այլն։ Ու որ նայենք, նկարը հետը փոխվեց։ Կարանք ստեղ կտցնենք download անենք, ստեղ կտցնենք ինչ-որ ինֆորմացիա տա իր մասին եւ այլն եւ այլն։ Իմաստային շատ կարևոր չի թե ինչ անում, կարևորն է որ այս սաղ ինտերֆեյսը որ տեսնում եք, որ sense կտցնում եմ, ընտրում եմ, sense SM sense ժմ անում ձախաճ, ինքը ստեղ նկարը թարմացնում է եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը Python-ի կոդ է։ Տեղը տեղին կայք է, չէ՞, բավականին ուժեղ կայք էր երևում, առնվազն իմ համար բավականին ուժեղ է թվում, բայց ինչ որ HTML, CSS, JavaScript չի գրած։ Մենակ մաքուր Python։ Ընդ որում բավականին տենց հեշտ Python-ի կոդ։ Այդ Streamlit-ը այդ ինտերֆեյս սարքելու համար գործիքն է։ Ինքը հատկապես շատ օգտագործվում է հենց տվյալագետների կողմից ու շատ հաճախ ինչ եմ տեսել որ անում են կամ հենց ես շատ արել եմ, որ ինչ որ պրոյեկտ է լինում ու դեմո է պետք անել ու ի վերջո ոնց որ այդ սաղ համակարգը գնալու է եսիմուր եւ այլն եւ այլն։ Շատ տենց տեղը տեղին մակարդակով արագ դեմո ստանալու համար Streamlit-ը հրաշք գործիք է։ Էլ ուր մնաց որ Streamlit-ը կարող այնքան ուժեղ լինի, որ դեմո էլ չէ, ամեն ինչ վերջում Streamlit-ով գնա մնա։ Բայց ամեն ինչի հրաշքն է, որ սրա կոդը թեթև բան է իրականում նենցա։ Եկեք մի հատ թերթեմ։ 230 տող, մեջ ինչ որ բաներ կոմենտ արած։ Վստահ չեմ ինչ որ ուրիշ բան տեղերից ներմուծվում ինչ որ բան չէ, բայց որ չէ, ոնց որ մեծամասնապես կան, այսինքն իրոք գեսի ինչ մեծ բան չի, բայց ուժեղ է, հզոր է, հավես է։ Տակ։ Այս պատահական չէ, կիսապատահական ընտրած օրինակազոտ էլի բանի մեջից, իրանց այդ օրինակների գրադարանի մեջից։ Այ եկեք գնանք սորենք, տեսնենք մենք էլ ոնց ենք կարողանում, սենց շատ արագ հավելվածներ սարքել ու նաև այդ հավելվածները սիրուն բերել բան։ Սիրուն բերել սարքել սենց կայքեր, որոնք որ հասանելի են բոլորին։ Այսպես պլաններ, այստեղ խղումներ է դրած դեպի
Այս առաջին երկու հղումը ուղղակի Streamlit-ի պրոյեկտների հավաքածուներ է։ Երրորդ հղումը օրինակներ, որ ցույց տվեցի։ Չորրորդ հղումը մի հատ Streamlit-ի էջա, որտեղ արագ հավաքած է բոլոր հրամանները։ Ու այս վերջին հղումն էլ իրանց reference-ն է, reference նշանակում է ուղղակի ինչ ունեն միտեղ հավաքած ու շատ-շատ հարմար ձևով, իրոք շատ-շատ հարմար reference ունեն։ Ու մի բան էլ ասեմ, որ տենց շատ արագ լավ զարգացող գրադարան է սա։ Օրինակ նյութը պատրաստելուց սրա նյութը անցած տարի երևի սարքել էի, կարող նույնիսկ կարող 2 տարի առաջ, բայց չեմ հիշում։ Այսօր թարմացնում էի, մտա նայեմ, այնքան լիքը բան էին ավելացրել, երևի մի 1.5 անգամ շատացել է նյութը, որ ծածկելու ենք, էլի։ Ու շարունակում է նույնպես ակտիվ շատ հավեսով զարգանալ։ Ավ, ռեկլամը այսքանն էր, կարանք անցնենք սովորելուն։ Ու Streamlit-ը մենք գրելու ենք բանի մեջ միանգամից, high file-ի մեջ, որտեղ մեզ հետո պետք է լինելու կանչել այդ Streamlit-ին, որ ինքը աշխատի, իսկ այդ աշխատացնելու համար արդեն կարիք է լինելու py file ունենալու, որ ասենք Streamlit run ու ֆայլի անուն տանք, էլի։ Ես մի հատ ստեղ virtual environment ակտիվացնեմ, ամենա նեյտրալ անունով, ու գնանք կոդը գրելուն։ Այստեղ մի հատ փուճուր նշում, որ քանի որ թեմաների հերթականություն փոխվել է, մի երկու հատ գրադարան կա, որ ներմուծած գրած է այստեղ մոտս, որը մենք չենք անցել։ Իրենք այնց շատ պստիկ տեղեր են պետք գալու։ Ես իրան զուտ ձեռի հետ այդ պահին ցույց կտամ։ Ու ոնց ենք ներմուծում Streamlit-ը, գրում ենք import Streamlit s.st. Իհարկե դրանից առաջ պետք է աշխատացած լինենք pip install Streamlit կամ conda install Streamlit, որ ունենանք այդ գրադարանը զուտ։ Այս st-ն ինքը ստանդարտ է, որտեվ Streamlit կետ գրելով խայտարակ երկար է լինում, ընդունված է տենց 2 տառանի կամ 3 տառանի հապավումներ, Streamlit-ի 2 տառանի հապավումը st-ն է։ Ու հիմա Streamlit-ի ինչ որ հրաման եթե ուզենամ աշխատացնեմ, ամենահասարակը բանն է։ Ու իմ ամենասիրածը պետք է անպայման դրանից սկսենք։ Այստեղ գրում եմ st.balloons, կարամ մի հատ գրեմ st.snow, ու մի հատ եկեք տեսնենք, թե այս ամեն ինչը իրենց ինչ է ներկայացնում։ Ու կարամ մի հատ էլ ասեմ վերնագիր տամ բանին, st.get title my Streamlit app։ Այս ոնց որ որպես տենց մինիմալ դիզայն, հիմա մի հատ շոտիկի բան անեմ, կոմենտ անեմ մնացած ամեն ինչը։ Հիմա ոնց աշխատացնենք սա, ոնց տեսնենք այդ մեր կայքը։ Streamlit-ը որ քաշել ենք, պետք է գանք ուղղակի high files, ասենք Streamlit run աշխատացրու ու ֆայլի անունը։ Այս դեպքում Streamlit app.py է ֆայլի անունը։ Սա որ աշխատացրի, եկեք տեսնենք ինչ է անում, միանգամից բերեց այդտեղ մի հատ մոտս բան բացեց, localhost 8501։ Այս localhost նշանակում է Skype-ը մենակ ի մոտ է հասանելի, ուրիշ ոչ մեկի մոտ ցույց չի տալիս։ Ահա, բայց հիմա տեսնում ենք այս մեր վերնագիրն է, ու ստեղ էլ ինչ որ error ունենք արած, st.get balloons is not defined։ Հա, որտեվ երկու հատ o էր մեջը։ Կոդը փոխեցի, control save արեցի, ու հիմա գալիս եմ, ստեղ սխմելու եմ rerun, որ ինքը նորից աշխատացնի կոդը։ Ու ահա, այս մեր մինիմալ ծրագիրը։ Հիմա գնանք ոնց որ ավելի օգտակար բաներ ավելացնենք հետը։ Դժվար է իհարկե ավելի օգտակար, բայց փորձենք։ Ներողություն, սխալ կոճակ։ Մի հատ էլ ձեռի հետ ասեմ, քանի ստեղ եմ, որ եթե ուզում ենք այս ինտերֆեյսի հետ կապված բաներ փոխենք, կարող ենք ստեղ ասենք settings, օրինակ նշենք, որ եթե save ենք անում, միանգամից թարմացրու կայքը, ինչը այդքան էլ լավ տարբերակ չի, ավելի լավ rerun կտեսնել, ավելի երկար է տենց, բայց ավելի ապահով է։ Կարանք ասենք, որ ինքը sense line լինի, կարանք նշենք գույնային գաման, ինչպես նաև կարանք այս գույնային գաման փոխենք ըստ մեր ճաշակի դնենք, անասենք, այսենց։ Ու այս ամեն ինչը կարանք իհարկե կոդովել անենք, էլի հանգիստ կաշխատի։ Այդ է, նաև քանի որ շատ հաճախ դեմոների համար է օգտագործում, կարելի է կտեսնել sense record the screencast ու ինքը
սկսի զապիս անել ձայնը ու վիդեոն, որ միանգամից մեր դեմոն էլ սարքվի ու print-ով է կարանք տպենք ուղղակի պարունակությունը։ Ու հա, հիմա մի հատ լրիվ տեսնեմ ինչ որ հարցեր կան թե չէ, ու նոր արդեն անցնենք մնացած կոդի բլոկերին։ Okay։ Հույս ունեմ, որ հա, նշում եմ։ Տեղինը, որ փոխեցիք դեղին դրեցիք, ինչներ է։ Հա, այդ հլը ստեղ ինչ որ շատ տեղեր չի զգացվում։ Այստեղ օրինակ Հա, լես, սրանք արդեն փոխվեցին սրանով։ Հիմնական իր գույնային պալիտրան է, էլի ուղղակի։ հա, օքեյ։ Nice։ Ահա։ Լավ։ Հույս ունեմ Lego խաղալ սիրում եք, որտեվ հիմա այդ ենք անելու։ Streamlit-ը իրանից ներկայացնում ոնց որ տարբեր բլոկեր պատրաստած։ Մի հատ է սրա գործիք, որ ասենք թիվ ա վերցնում մուտք։ Մի հատ բան գործիք կամ ասենց ասած այդ Lego-ի բլոկ, որ գրաֆիկ ա գծում, Lego-ի բլոկ, որ JSON-ն ա արտադրում, տտ Lego-ի բլոկ, որ մաթեմի բանաձև ա ցույց տալիս։ Այդտենց բլոկերով սիրուն հավաքելու ենք։ Դե կարանք ասենք բաժանի երկուսյան, այստեղ ավելացրու մի հատ էս տտ-ն եւ այլն, այդտենց սիրուն հեսա կհավաքենք մեր կոնստրուկտորը։ Մի հատ էլ նախապատրաստական նշում, որ սա հենց դեմոյի ժամանակ շատ երևի պետք, դեմոների ժամանակ շատ պետք չի գալու, բայց մի հատ հարմար բան ունեն, որ եթե գրում ենք with st.echo ու մեջը ինչ որ ծրագիր, Streamlit-ը բացի նրանից, որ ծրագիրը աշխատացնում է, մի հատ է ցույց է տալիս։ Այս ոնց որ մեզ շատ հարմար է, որովհետև սենց կանենք, միանգամից կտեսնենք ինչ փոփոխություններ ա տեղի ունենում, ինչ կոդ ինչի ա բերել։ Ու տենց ոնց որ տուտորիալ բանման սարքելու համար շատ հաճելի բան է դառնում։ Ահա, եկեք այս փուչիկները ու ջունը մի հատ անջատեմ մի պահ։ Ու գնանք հերթով մի քանի բլոկերով անցնենք։ Այսինքն մեծ վերնագիր սարքելու համար գրում ենք այս st.get title-ը, title վերնագիր էլի հենց։ Ու հիմա ոնց որ են գլխավոր բաժիններ, գլուխներ սենց ասած սարքելու համար, կարանք ասենք st.get header ու լինելու է նաև st.get sub header ենթագլուխ։ Ու սովորական տեքստն էլ ասելու ենք st.get text-ով։ Մեջն էլ հետո ուղղակի տեքստն ենք տալիս, էլի։ Սա այսքանը որ նայենք, սա մեր title-ն է, սա մեր header-ն է, սա մեր ենթահեader-ն է, այս մեր տեքստն է։ Տեքստում նաև կարանք գրենք, հեսա հարցը լսեմ, կարանք նաև գրենք markdown-ի միջոցով, լսում եմ, կարող ասում եք, որ չեք լսում ինձ։ Հա չէ, լսվում է, ուղղակի հարցն էր այդ վերնագրերը, որ գրում ենք, տառերի չափը փոխելը կամ գույնը փոխելը ֆունկցիայի մեջ կա տենց բաներ փոփոխական, որ տալիս ենք։ Ճկունություն ունենք հաստատ, վստահ չեմ հենց հրամանը ոնց է, լավ հաստատի փոխարեն ասեմ համարյա հաստատ, պետք է լինի ձև, 99%-ով վստահ եմ, որ կլինի ձև, կարող է պետք է բան, հենց ընդհանուր նաստրոյկաներով փոխել տենց ինչի գույնը ինչ ձևի լինի, կամ բանով, ավելացնել հենց Python-ի կոդով, որ այդ գույնի սարքի, սա մի հատ արագ տեսնենք, հա, առանձին բանով, Որձը։ ոնց որ կայքերը իրանք աշխատում են, կայքի արտաքինը ցույց է տալիս HTML CSS-ի տեսքով, օրինակ նաև այս մեր բանի կայքն էլ որ կա, այսա, սա օրինակ էլի ես մի հատ ուրիշ ֆորմատով գրում եմ, հետո հրաման եմ աշխատացնում, որ իրան թարգմանում է HTML-ի, ու նաև կարամ մաքուր HTML հենց մեջ գրեմ, էլի։ Նույն ձև օրինակ ստեղ եթե մաքուր HTML-ը գրենք, գրենք ասենք color red, ինքը այդ ձևով ցույց կտա իրան, ամենահաճելի ձևը չի սա, գուցե ավելի հաճելի ձև էլ կա, բայց ամեն դեպքում ոնց որ լրիվ լինող է, էլի։ HTML CSS-ը կարաք շատ չանհանգստանաք, եթե չգիտեք ինչ է,
ուղղակի ոնց որ էլի տենց բլոկերով բանով կայքերի արտաքին տեսք սարքելու հենց արդեն իսկական գործիքն է, էլի սա իրան թարգմանող գործիք, ասենց ասած։ Հա, շատ բարի։ Աննան, լսում եմ։ Հա, այդ բանը ձյան մեկ էլ փուչիկների փոխարեն ինչ ուզենք կարեն գրենք, ասենք որ գրենք էփոս խնձորներ էր թափելու։ Ահա, չէ, ցավոք, այդ մենակ այդ երկու հատն են սարքել։ Հա, Դե չեմ սխալվում, բան third party, այսինքն ուրիշների կողմից սարքած ու իրանց մոտ ավելացրած բաներ կար, որ թողում էր ցանկացած էմոջիով տենց անել, բայց հա, հենց տենց մաքուր մեջը միանգամից չի։ չէ, որսի։ Ահա։ Հա, էս էր։ Ոնց որ թե սա է։ Էլի ինչ որ հաց է ժողովուրդ։ Դե լավ։ Մեկ էլ ժողովուրդ, ոնց որ թեկուզ էս Jupyter նոթբուքներում, որ այսինքն էս կան տեքստի բլոկեր ու կա մի հատ էլ ուրիշ բլոկ, որտեղ կարամ դնեմ օրինակ նկար, տեքստ, հաստ տեքստ եւ այլն, այրանց markdown են ոչ անվանում։ Ահա։ Ու նաև կարանք այդ markdown-ի կոդ գրենք, markdown-ը ինքը բավականին հարմար գրելաձև ունի, ասենք օրինակի համար ուզում ենք բան լինի, թեգ լինի, երկու հատ աստղանիշի մեջ ենք դնում, հաստ լինի, երկու հատ աստղանիշի, հղումի համար գրում ենք քառակուսի փակագծի մեջ տեքստը, հետո կլոր փակագծի մեջ հղումը։ Ու այդ ամեն ինչը այս մեր սիրելի բանը շատ սիրուն ցույց է տալիս։ Մեր սիրելի Streamlit-ը շատ սիրուն ցույց է տալիս, կորցրեցի որտեղ էր բացված։ Հա, հեսա։ Տեսեք, italic, bold ու էս էլ հղումը։ Այսինքն նորմալ ցույց տվեց։ Ու մի հատիկ էլ ձեռի հետ նշում, չգիտեմ սա ինչքան հետաքրքիր կլինի, բայց մաթեմի բանաձևեր էլ կարանք անենք, եթե LaTeX կամ հայերեն ասած LaTeX-ին ծանոթ եք, կարաք LaTeX-ի հրամանները գրեք, ստեք այդ LaTeX-ի մեջ, ու ինքը ցույց կտա։ Մեկ էլ մի հատ հրաշք բան ունի Streamlit-ը, իր այդ բան magic գրելու ձևն ասենց ասած իրանց տերմիններով, որ ուղղակի գրում ենք ստեք այդ write, ու ինքը արդեն գլուխ հանում է, որպես ինչ իրան օգտագործի։ Հեսա կտեսնենք, որ կարանք այնտեղ աղյուսակներ, գրաֆիկներ բանման ունենք, այդ ամեն ինչի համար է կարանք զուտ գրենք ստեք այդ write, սա այս բլոկը արտածեց այս բանաձևը, ստեք այդ write-ն էլ արտածեց այսա, որ սովորական տեքստա, հետո արանքում մի բա մաթեմի տեքստա, ու տենց ես, ոնց որ հլը տեքստերից։ Ինչ որ հաց է ժողովուրդ։ Բարի։ Սիրունցան համար կարանք որ տարանջատենք իրայից գրենք ստեք այդ divider sense մի հատ հորիզոնական գիծ քաշի։ Ու անցնենք հաջորդ թեմային, աղյուսակների թեմային։ Հետագայում անցնելու ենք Panda sound-ով մի հատ գրադարան, որը որ տենց data frame-երի data-ն մեր տվյալներն է, frame-ը մեր աղյուսակն է, ասենց ասած, ռամկան ավելի ճիշտ։ Այդ տենց տվյալների ռամկաների հետ աշխատելու բանա, որ ունենք ուղղակի սյուներ, սյուներին համապատասխան ինչ-որ տողեր, արժեքներ մեջը եւ այլն։ Այդ հլը քանի որ չենք անցել դեռ, շատ չխոսամ դրանից, բայց մինիմալ ձևով օրինակ եթե գրենք stk at data frame, որ հլը չօգտագործենք այդ Pandas գրադարանը։ Կարանք օրինակ մեջը տանք ցուցակ, որի մեջ կլինի dictionary, օրինակ առաջին ապրանքը գինի է 3 տարվա, ստորակ այդ մյուս ապրանքը պանիր է մի տարվա, ու եթե գրենք դա ստք այդ data frame-ի մեջ, ինքնան այսպես աղյուսակի տեսքով կարտացի։ Այս աղյուսակի հետ կարանք sense խառը խաղանք, կարանք sense ինչ որ սյուներ հեռացնենք, կտեսնենք քաշվի, zoom անենք եւ այլն, search անենք, մի խոսքով 1000 մի բան թույլ է տալիս, կտեսնենք սորտավորի, sense լիքը խառը բաներ։ Ու երբ որ այդ pandas կոչված բանն էլ անցնենք, կարանք ուղղակի գրենք այդ ստեք այդ data frame-ի մեջ այդ pandas-ի object data frame-ը։ Մեծ է, սա հիմա շատ մեզ հիմա մեզ սա շատ ակտուալ չի։ Բայց նույն պատմությունն է, ուղղակի աղյուսակա ցույց տալիս, էլի։
ու քան տվյալներ ենք ցույց տալիս, եթե ուզում ենք JSON սիրուն ձևով արտացենք, ուղղակի գրում ենք st.get.json ու մեջ է այդ մեր dictionary-ին, ինքը այսպես սիրուն արտածումը ու նաև հարմար copy paste-ը թողում անենք, էլի։ Բացենք, փակենք։ Այսպես հաճելի բան է։ Ստեղ մի հատ դադար տամ կամ տեսնեմ ինչ որ հարց կա, թե չէ։ Ներավ։ Գրաֆիկներ եթե ուզում ենք գծենք, Streamlit-ը ինքը լիքը գրաֆիկներ առաջարկում է։ Օրինակ, եթե ուզում ենք ուղիղ այտենց գծային գրաֆիկ գծենք, կարանք ասենք st.get line chart, ու իրան տանք այդ թվերի ցուցակը, ու ինքը կգա այստեղ սիրուն կարտածի մեր մոտ։ Այս տողը կարտածի այս գրաֆիկը, որը ինքն իր հերթին ինտերակտիվ է, կարամ zoom լինեմ, zoom out լինեմ, տեղափոխեմ, էլի ոնց որ մեծացնեմ, տարբեր ձևերով save անեմ եւ այլն։ Հիմնականում հենց Streamlit-ի գրաֆիկներ չեն օգտագործվում, ուրիշ տես Python-ի գրադարանների գրաֆիկներ են օգտագործում։ Մենք այդ տվյալների վիզուալիզացիան անցնելուց կանցնենք, իրանցից օրինակա Plotly անունով գրադարանը, որտեղ ուղղակի գրելու ենք st.get Plotly chart ու իրան տանք այդ գրաֆիկը, ու ինքս են սիրուն գծի։ Այս Plotly-ն էլ մի հատ ուրիշ հրաշք բան է։ Հարցեր ինչ որ ժողովուրդ, ինչ այստեղ։ Ասում եմ։ Բան, այս գծայինի մեջ որ բանը թվերը տվել ենք, այդ եթե կոնկրետ ուղիղ ենք ուզում ստանանք այդ թվերի ինչ պրինցիպով եք տալի։ Կոնկրետ ուղիղ, այսինքն հենց ուղիղ գիծ լինի։ Ասենք օրինակ, հա, x-ն ենք տալի, հետո y-ը թե։ Հա, ոնց որ եթե այս արժեքները լիներ, ասենք 10, 11, 12 եւ այլն, ինքը sense գիծը ուղիղ կլիներ, էլի։ Այսինքն Streamlit-ի այս ֆունկցիայի տեսանկյունից ինքը գործ չունի նրա հետ, թե գիծը ոնց է ստացել։ Դու այն տալիս ես ուղղակի կետեր ու այստեղ քանի որ ոնց որ մենակ մի առանցքա տված, ինքը ենթադրում է ոնց որ առաջի կետը 0-ն է, երկրորդ կետը 1-ը, 2-ը 3-ը, x-ը տենց շարքում է, y-ները նենց, բայց հիմնականում մենք ոնց որ կոնկրետ իրան տալու ենք, էլի երկու առանցքնել ու մեր ուզած ձևով է լինելու։ Ու հա, ինքը ուղղակի ինձ ասում է որ հենց հստակ ձևով ուղղակի գծի։ Ուղիղ գիծ կլինի, ինչ որ խառը կլինի, արդեն մեզանից է կախված։ Մերսի։ Դες մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Դե լավ։ Ոնց որ շատ հաճելի պահը սրա են, որ ինքը կարա ինտերակտիվ լինի։ Շատ մեծ դեր ոնց որ կայքերի խաղում, որ կարան հենց մարդիկ ասենք ընտրեն մի բանի համար արժեք լինի կամ իրանք մուտքեր անեն, իրանց մուտքերի համար աշխատի։ Թե չէ, եթե ստատիկ միշտ նույն բանն է, այնա կարելի է ասենք PDF-ով ուղարկել, բրծնել օրինակ, էլի կոպիտ ասած մի քիչ։ Տեսնենք ոնց կարանք ինտերակտիվություն ավելացնել։ Մենք եթե ուզում ենք կոճակ ավելացնենք, ահա, այսպես կոճակ, ու մեջ օրինակ այս click me text-ը։ Ու ինչ որ բան տեղի ունենա, եթե այդ կոճակին ավելացվում է, կարանք st.get button-ով պահենք արդյոք այս կոճակը սխմվել է թե չէ, ինքը true կամ false է։ Ու եթե ասեմ if st.get button, օրինակ տպի button clicked, հիմա որ սա կտեսնեմ սրա վրա, տեսեք, տպվեց։ Նման կերպով կարանք էլի լիքը մուտքեր վերցնենք։ Օրինակ, եթե ուզում ենք ոչ թե լինի կոճակ, այլ լինի տենց պտիչկա դնելու բան, այդ ուղղակի st.get checkbox-ն է։ Փոփոխականում պահենք, հետո if-ին տանք։ Եթե ուզում ենք ընտրենք մի քանի տարբերակից, այդ արդեն select box-ն է, ընտրելու box-ը։ Text ենք տալիս, օրինակ choose an option, հետո ցուցակով տալիս ենք տարբերակները։ Այնտեղ կա ձևեր կա, ասենք default տարբերակ ընտրել բանման։ Եկեք սա տեսնենք, տեսեք choose an option, գայսամ կտեսնում եմ option 2, ասում եմ դու ընտրել ես option 2, փոխեմ option 3, դու ընտրել ես option 3։ Թվային արժեքների համար կարանք մի հատ slider ավելացնենք, որ ասենց զուտ մկնիկը շարժելով ընտրենք այդ արժեքը, st.get slider, slider-ի վրայի տեքստը, մինիմալ արժեք, մաքսիմալ արժեք ու քայլ է, slider-ը մի քիչ շեղելուց ինչքանով է գնում։
Ասա մի քիչ անկամ տանեմ 5 10 15 sense մի քիչ մեծանալով գնալու է։ Եթե սլայդեր չենք ուզում, կարանք հստակ վերցնենք արժեք նաև, ասելով st.get number input, ուստեղ էլի մինիմալ մաքսիմալ արժեքը կարելի տալ ու մի հատ է քայլ է կարելի տալ։ Հեսա կտեսնենք այս քայլը ինչի համար է, ուղղակի փոքր նշում, որ այս արժեքները պետքա float լինեն, ոչ թե int։ Գուցե իրականում ինչ որ թազա վերսիաներում փոխվել է, բայց իմ վերջի աշխատացնելուց այտենց էր առնվազն։ Այս էլ բացում է sense dash, որտեղ կարանք արդեն մենք տպենք 123։ Նայեք 123-ը 100-ից մեծ է, չթողեց 12 չթողեց, որովհետև քայլը գրել էինք 5 քայլ, այսինքն սա կարամ ասեմ 10։ 10-ը թողեց։ Ստե պլյուսիկ մինուսիկ ունեմ, կարամ սխմեմ մինուս 5-ով փոքրանա, 5-ով մեծանա։ Կարա ես 5-ի փոխարեն գրեի 1 կամ 0.1, կախված ինչ ճշտություն եմ ուզում էլի ունենամ։ Ու դե այսքանից հետո էլ զուտ եթե տեքստ ենք ուզում ուղղակի ներմուծենք, ասում ենք text input, ասես դաշտա ներմուծում, կարանք մեջը տեքստ ներմուծենք, այդ տեքստը ինքը գա պահի։ Լավ, մի հատ է բան ձեռի հետ ասեմ, նոր հարցերը լսեմ։ Եթե ուզում ենք ֆայլ գցենք մեջը, օրինակ ալգորիթմ ենք սարքել, ասում ենք ֆայլը գցի, ես քո ֆայլը կմշակեմ։ Ասում ենք ուղղակի st.get file upload, սա օպցիաներ ունի, որ նշենք ինչ տվյալների տեսակներ կարելի թույլ տալ, ինչքան չափի լինի ֆայլը, լիքը ճկունություն ունի ու դոկումենտացիան շատ հարմար է սարքած։ Ու հետո կարանք ոնց որ այդ ֆայլը որ գցեց, այդ ֆայլը կարդալու կոդը գրենք, բացենք, կարդանք ու նայենք։ Չեմ ուզում հիմա ինչ որ բան անեմ, որովհետև չեմ ուզում սա լավ կամ բան։ Կարամ ստեղից գամ, վերցնեմ, մի հատ նկար, drop անեմ, նկարը պահեց 4.5 մեգաբայթանոց ֆայլը։ Արդեն եթե նկար բացելու կոդ գրեմ տակը, կարամ բացեմ, մշակեմ։ Հա, ինտերակտիվ ինպուտներից այսքանը, ժողովուրդ, ինչ որ հարցեր։ Այդ ճիշտ հեսա էլ ինպուտն եք ունենք, բայց այն ֆունդամենտից էլի։ Մեկ էլ եթե մեզ ընդհանուր հետաքրքիր է ոնց որ որն է մեր պրոգրեսը ուր ենք հասել, օրինակ չգիտեմ, ծրագիրը պետք է 100 վայրկյան աշխատի, քանի վայրկյանն է արդեն աշխատել դրանից։ Այդ կարելի է կազմակերպել st.get progress գրելով, այս progress-ին ինչ որ արժեք եթե տանք ու հետո այդ արժեքը մեծացնենք, մենք պետք է գրենք թե ինչքան մեծանա, ինքը ոնց որ չի կարա իմանա, որ 100 վայրկյան պետք է աշխատի։ Բայց օրինակ այս progress բառը եթե այտենց այս ցիկլը օրինակ աշխատում է 100 անգամ, ամեն աշխատելուց ուղղակի մեկով մեծացնում եմ իրան, գրում եմ այս i-ի արժեք ու +1-ը զուտ որ բան, կամ +1-ը ջնջեմ։ Սա որ աշխատացնեմ, այսինքն progress բառը ցույց տալիս։ Ստեղ տեսնում ենք նաև այս գույնը գազարագույնն է, որտեղ այն թեման ընտրելուց տենց էին կարել, ինչը կոդով էլ է ֆիքսվում, էլի կարիք չկա այս ինտերֆեյսի։ Կարանք է սարքենք ոնց որ այն կվտտվող կլորով բանով, տենց Lego ենք խաղում, էլի լիքը կոնստրուկտորներ ունի, հիմա որը կուզենք վերցնենք դնենք, մեր որոշումն է։ Եկեք սրան copy անեմ, որ հաճը բացի։ Հա, ուժորդ, այս ամեն ինչը ոնց որ կատարվում է մի հատիկ Streamlit-ի app-ով, նախ ոնց որ կարան լինեն լիքը Streamlit-ի app-երը, նույն կայքի տակ, ասենք մենք ընտրենք, ասենք արի էս մի բանը բացի, այն մի բանը բացի։ Բայց նաև ոնց որ մինիմալ հաճույքի համար բանը կարանք ստեղ ունենանք այս ձախից էլի դաշտ, որ sense բացենք, փակենք, հետո աշխատենք, sidebar sense ասած։ Այդ դրա համար ուղղակի գրում ենք st.get sidebar, հիմա եթե մեջ ուզում ենք դնենք օրինակ վերնագիր անունը sidebar, հետո տակը text-ը this is a sidebar, այսինքն որ գրենք, տեսեք, սա բացվեց։ Կարամ sense կտեսնեմ, բացեմ, փակեմ։ Ու իհարկե ոնց որ ստեղից բան ընտրելը, ստեղի վրա էլ ազդում, ամեն ինչը մի հատ համակարգի մաս է։ Ու կարենք ունենանք ընդհանրապես լրիվ ուրիշ էջեր, օրինակ sidebar-ից ընտրենք, որ edge-ն ենք ուզում բացենք, տարբեր պրոյեկտներ օրինակ եթե կան, չգիտեմ։ Մինչև ստեղ ինչ որ հարցեր։ Նարի։ Այս մյուս կտորը մի քիչ ավելի քաոտիկ է լինելու, ոնց որ այդքան է բաժինների բաժանած չի լինելու, այս շատ տենց խառը օգտակար հավես բաներ, մի վարքյան։ Օրինակ, եթե ուզում ենք feedback հարցնենք, չգիտեմ, սա գործարվեց, ասենք տեսնենք ինչքան լավ է մեր վիճակը,
Կարանք ստեղ գրենք st.feedback աստղեր, այս feedback-ը ընդունում է աստղեր, երեսներ կամ ընդ մի հատ է տարբերակ կար, դոկումենտացիայում կարելի է նայել։ Վերայություն ուղղակի ինչն է, որ այսպես մի հատ բան է բացում, որ կարող ենք ընտրենք, օրինակ 0 աստղ։ Մեկը դրեցինք, դա ծրագրավորողներ են, էլի։ Իրանց մեկը 0-ն է, մենք 5 դնենք, ասես 4։ Այս մեկին եկեք նեյտրալ դնենք, ասած 3։ Կարանք այս արժեքը վերցնենք +1 անենք, մարդավարի դառնա, բայց մի խոսքով, ասեմ, սենց հաճելի բաներ էլ կան ստեղ։ Եթե ուզում ենք գույն ընտրենք, կարանք ասենք st.color picker, այսպես մի բան կբացի, որ կարանք գույնը ընտրենք, ժմփ, այս գույնը էլի եկավ անցավ մեր Python-ի կոդի մեջ, հետո կարանք օգտագործենք։ Մի քիչ ավելի հավես բաներից, օրինակ, չգիտեմ, նկարների մշակման, պատկերների մշակման ծրագիր են գրել, ուզում ենք մարդուն ասենք հենց միանգամից կարաս քո վրա ստուգես, ասենք, չգիտեմ, կարող է հետագայում պրոյեկտ անենք, որ գտնի մարդը ժպտում է թե չէ, Streamlit-ով ոնց կարանք իր դեմոն միանգամից անենք։ Ուղղակի ասելու ենք st.camera input, տեսնում եք գրաձև իսկականից, text input, number input, select box, check box եւ այլն։ Թեթև հաճելի ֆունկցիաներ է, ուղղակի իրար գլուխ ոնց ուզում հավաքում ենք։ Այստեղ ինչ որ text ու ստեղ էլ ասում եմ disabled հավասարա not enabled, enable-ը ուզում եմ բան, պտիչկայով վերցնեմ, էլի, իսկ եթե պտիչկա դրեցի, այս disabled-ը դառնա false ու ինքը ցույց տա։ Ու հետո նկարը ցույց տալու համար ասում եմ st.նկար, st.image։ Այսքանը ավելացնելուց հետո ինչ է լինում, այստեղ մի հատ բան է բացում, որ եթե այստեղ կտեսնեմ enable camera, ահա, բացեց, արելներ։ Հիմա կարամ կտեսնեմ take photo, այս նկարը save արեց, կարամ հետո մշակեմ։ Նույն կերպ տեքստի հետ, կներեք, նույն կերպ աուդիոյի հետ։ Ասելու եմ st.audio input, ու ասեմ ստեղ st.audio։ Դուք որ անելու լինեք, կարող ես Chrome-ը հարցնի, ասի թույլ տալիս եք, թե չէ, բայց հիմա կարամ սենց կտեսնեմ սրան ու սարքեցինք, հիմա կտեսնենք լսելուն, չգիտեմ zoom-ով ձեզ ցույց փողոմա լսեք թե չէ, բայց ուղղակի կրկնեց։ Ու բնականաբար կարանք սա միացնենք մեր կոդին, ասենք, չգիտեմ, մեր կոդը այդ աուդիոն դարձնում է տեքստ, այդ տեքստը անում է եսիմինչ, կապ չունի։ Streamlit-ը իր գործը արել է, ինքը սիրուն ձևով մեզ ինֆորմացիան հարցրել է, արդեն թե ինչ կկատարվի ներսում Python-ի գործն է։ Կարող է Streamlit-ը իսկական ինչ, շատ հարմար, շատ հաճելի, այս ամեն ինչը մեզ բերեց տվեց։ Ու մեկ էլ վերջին բանը, տենց կոնստրուկտորությունը մի քիչ ավելի շատ ընդգծելու համար, մենք կարանք նաև իրան ասենք, որ ոնց որ ամեն ինչ բաժանի, ասենք, երկու սյան մեջ, ձախ սյունը, աջ սյուն։ Ասելով call 1, call 2, call 3-ը հավասար ասենք st.columns 3, ու ինչ ուզում եմ առաջի սյունում կատարվի, գրում եմ ստեղ with call 1-ի մեջ։ Ստեղ տեքստա դրած ու ինչ որ նկար ներմուծած, text, նկար, այսինքն 3 սյունով կազմակերպած է ամեն ինչը։ Իրականում ժողովուրդ, այսքանը, ես ասեմ, որ մեծամասամբ կոդերը թե ուղղակի արագ վերցրած են եղել դոկումենտացիայից, այսինքն եթե ձեզ թվում է, որ սա հարմար է գրած, նույնիսկ չի ես եմ հարմար սարքել, Streamlit-ը հարմար ահավոր սարքած ունի, ես copy paste եմ արել լիքը բան, ուզում եմ ասեմ ու ուզում եմ ձեզ շատ խրախուսեմ, որ հատկացրեք ինչ որ ժամանակ, մտեք բան արեք։ Մի հատ reference-ը թերթեք, ուղղակի տեսեք ինչեր կա։ Զուտ որ ծանոթ լինեք, իմանաք ինչեր կա։ Ասենք, չգիտեմ, եթե ինչ որ այս GPT-ոտ բաներ ենք ուզում անենք, այստեղ իրանք ունեն chat-ի համար հետ կապված տարբեր էլեմենտներ, որ սենց chat կազմակերպենք Streamlit-ով օրինակ, էլի։ Ասենք ցույց տամ, բացի։ Ահա, այսինքն say something, հետո գրենք, հետո վերլուծվի, Ուժորդ, այսքանը, ինչ որ վայելեք, արդեն կրեատիվությունն է սահմանը, թե ոնց կարաք օգտագործեք այս ամեն ինչը։ Հենց օրինակ այս բանի պրոյեկտով, ֆոլդերների պրոյեկտով կարաք սարքեք թեթև Streamlit-ի app, որ մուտքում կվերցնի այդ ֆոլդերի հասցեն, այդ սա գործերը կանի։ Օրինակ այդ JSON-ը կֆիլտրավորի, սիրում ես կարտացի այդ JSON-ը, կասի ֆայլերը բան, այդ ամենահաճախ հանդիպող ֆայլի տեսակը որն է եւ այլն։
Եթե ուզում ենք ֆոլդերներով բաժանենք ըստ տեսակի, օրինակ կոճակ կլինի, ասենք organize, կտեսնենք organize-ի մեր մոտ այդ ստրուկտուրան փոխի ֆայլերի։ Կարաք սարքեք, ինչու ոչ։ Այս ամեն ինչը այս պայդրությամբ լոկալ է իմ մոտ։ Հեսա տեսնենք հարցեր կա թե չէ, ու կտեսնենք ոնց կարանք սա դարձնենք տենց բոլորին հասանելի։ Լսում եմ։ Մի հատ որ խնդրեմ սկզբի մասը նորից ցույց կտակ, ոնց արեցինք, իրան ուղղակի import արեցինք, հա։ Թե ինչ որ բաներ պետք նստացնել։ Նստացնել ասելս ուղղակի ցանկացած գրադարանի պես։ Զուտ գրում ենք pip install streamlit կամ conda install streamlit, էլի կախված ինչից է օգտվում։ Հետո ուղղակի import streamlit այս ստա օրինակ։ Մեկ էլ եթե բանը Ես այդ pip install-ը լավ չեմ պատկերացնում, էլի, այսինքն եթե մենք ինչ-որ պրոյեկտ ենք սկսում, ու այդ ամեն անգամ այդ pub-ի մեջ պետք է մենք այդ pip install-ը անենք, որ ինքը աշխատի, թե մի անգամ մեր կոմպի մեջ արեցինք, ինքը կլինի։ Մի անգամ որ անում ենք արդեն կա, ու նաև եթե միավորենք դա այդ virtual environment-ների գաղափարին, մենք ոնց որ հիմնականում երևի կսարքենք virtual environment, անունը կդնենք հենց մեր պրոյեկտի անունով, իր մեջ կքաշենք հենց այն ամեն ինչը, ինչ մեր պրոյեկտի համար պետք է, ու հետո վերջում արդեն կգրենք ուղղակի conda activate դրա անունը ու իմ մեջը կլինի հավաքած այդ մեր բոլոր գրադարանները։ Շատ բարի։ Մեկ է ժողովուրդ, այստեղ չասեցի, ես այս ծրագիրը stop տվեցի, ուղղակի սխմելով control-C։ Այդ ոնց որ stop տալու ունիվերսալ բանն է։ Մեկ connect-ը ուզում լինի, չի կարողանում խեղճը։ Նորից աշխատացնենք streamlit run streamlit app get-py։ Հարցեր ժողովուրդ, ինչ որ էլի։ Մել մուկ բերեց։ Okay, մեկ էլ եկեք տեսնենք ոնց ենք այս հրաշքով կիսվում։ Ահա, Արամ լսում եմ։ Իսկ այս Streamlit-ով կարում ենք միայն այդ մի էջանի պրոյեկտ սարքենք, թե կարանք լինկեր ունի, կարանք տարբեր էջերս գնանք։ Այսինքն մի ֆայլի մեջ պետք է գրվի, թե տարբեր ֆայլերով տենց կարանք անցնենք։ Չէ, կարա լիքը տենց տարբեր ֆայլեր լինի, կարանք ոնց որ սովորական կայքի նման էլի, կարա հազար մի տարբեր էջ ունենա։ Լավ, մերսի։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay, հիմա, ահա, լսում եմ։ Այսինքն կարանք բան անենք, հա, ինչ-որ սլայդի պես սարքենք, որպես սլայդ ներկայացնենք, օրինակ։ Տեսականորեն կարանք, մի քիչ երևի բան, Streamlit-ը շատ ավելի ուժեղ գործիք է այդ նպատակի համար, բայց в принципе, հա։ Հարցեր, ժողովուրդ։ Լսում եմ։ Իսկ ինքը բեքի մոտ է run լինում, թե պետք է բրաուզերում run անես իրան, ոնց է ինքը աշխատում։ Իսկն ինքը բեքում սարքվում է, ուղարկում է front, թե ոնց է լինում այդ մասը գիտեք։ Ինքը ոնց որ side-ա, թե client side։ Server ասելս ոնց որ զուտ մեր կոմպը ունենք, ինքը ստեղ ոնց որ եթե ասենք բան VS Code-ով ցանկացած ծրագիր աշխատացնենք, նույն կերպ աշխատում է, էլի։ Այստեղ ամեն ինչ հենց այս տերմինալի մեջ է տեղի ունենում։ Այսա կտեսնենք ոնց կարանք սա հենց բերենք արդեն իսկական սերվեր դեպի, որ մենակ մեր կոմպում հասանելի չլինի, էլի։ Ես հենց դա եմ էլի ասում, ասինքն ինքը սերվերում լինում է մեզ պատրաստի HTML-ն ուղարկում, թե ինքը գալիս է բրաուզերում է այս run-ը լինում, բրաուզերում է կառուցվում կայքը։ Երևի պետքա ոնց ասեմ, ինտերնետ եթե չունենանք, էլի լրիվ նույն ձև կաշխատի, որովհետև սաղ ներքին է կատարվող է, էլի։ Չէ, այս local run-ը հա բարձա, բայց իրականում որ արդեն deploy է կանում սերվերի վրա։ Deploy-ը հաստատ վստահ չեմ, ես իրականում այդպես թեմաներից լավ թույլ եմ, բայց ոնց հասկանում եմ, ինչ որ նույն ձև կոպիտ ասած, հեսա որտեղ որ deploy անենք, Streamlit-ում ենք հենց deploy անելու,
Ուղղակի հենց իրանց Արդեն network-ից կզգանք, այդ network-ը բացենք կտեսնենք ինքը ինչ է ուղարկում մեզ, հենց արդեն բարձ կլինի։ Okay, հա, այդ դուք պետք է ցույց տաք ոնց եմ անում երևի։ Հաճնես network բացելը սովորել էի, բայց հա։ Okay, լավ, merci։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay, լավ։ Այդ գործառույթը, որ բան ենք անում, կոդը գցում ենք ինտերնետում աշխատող բան sense ասած, այդ կոչվում է deploy անել, ու Streamlit-ը շատ հաճելի կոճակ ունի, հենց անունը deploy բանով, որ կարանք հենց Streamlit Community Cloud գցենք, համայնքի իրենց այդ ամպը գցենք, նաև տարբեր տարբերակներ կան, էլի, եթե ինչ-որ լուրջ թաքուն բան եք անում, որ չպետք է բոլորին հասանելի լինի, արդեն այդ ամեն ինչը կա, բայց ձրի վերսիան ուղղակի, այստեղ պետք է կան կտեսնենք deploy now, ու ինքը այստեղ բողոքելու է ասի մի վարքան։ Հա, չնայած սա Streamlit-ի repo-ի մեջ է։ Ինքը սաղ իր ամեն ինչը վերցնելու է GitHub-ի repo-ից։ Իսկն կարևոր է, որ մենք GitHub-ի repo սարքած ունենանք ու մեջը տեղի ունենա այս ամեն ինչը։ Այս դեպքում ինքը չի բողոքում, որովհետև ոնց որ այս բանը միանգամից Streamlit-ի repo-ը, սա միանգամից մոտս repo-ը էլի, այս իմ բոլոր նյութերը, այս Python MathML կուրսը repo-ը, դրա համար էս էլ մեջը որպես repo հասկանում է։ Ու sense բերեց սա ամեն ինչը որ կարանք ֆիքսենք, Python-ի վերսիա ընտրել եւ այլն, ասում ենք որ սա է մեր ֆայլը։ Ու հա, իհարկե։ Sense բան ճիշտ ասած երբեք չեմ արել, բայց որ repo-ի այսպես ներքին բանից ես մի քիչ անհանգստություն ունեմ requirements.txt ֆայլի հետ կապված, մի հատ եկեք տեսնենք ինչ է անում, improvise կանենք։ Հիմա ժողովուրդ, ինքը պետքա բան անի, չէ՞։ Պետքա աշխատացնի այդ մեր Python-ի ծրագիրը։ Մեր Python-ի ծրագիրը իր մեջ ներառում է բաներ, որոնք որ Python-ից դուրս են, չէ՞։ Հանձինս այս օրինակ pandas գրածին, plotly գրածին կամ հենց Streamlit-ին, Streamlit-ն էլ Python-ի մեջ չի, չէ՞։ Այս ամեն ինչի համար մենք գրում ենք pip install կամ conda install, այսինքն դրսից բերում ենք։ Հիմա Python-ը պետքա այդ որտեղ որ կոդը գցել ենք, իրանք պետքա իմանան, իրանք է դա քաշեն, չէ՞, այդ ամեն ինչը։ Ու դա տեղի է ունենում, այդ էլ նախորդ դասերին մի քիչ կպել էինք այդ թեմային, դա տեղի է ունենում requirements.txt ֆայլին նայելով։ Այս դեպքում մեր մոտ requirements.txt անունով ֆայլ չկա ստեղ, դրա համար սա չի կարողանալու աշխատի։ Եթե նայենք ինչա փորձում անի, փորձում է գլուխ անի, թե ինչ պետք է քաշի, ասում եմ իհարկե, ես plotly չունեմ ընդհանրապես, plotly ոնց օգտագործեմ։ Դրա համար պետք է գանք ու սարքենք այդ requirements.txt ֆայլը, ու այս դեպքում ֆայլի անունը ճիշտ գրենք, մի վարական, quick fix, ահա, ընդամենը մի հատ տարածքալ է արել, արդեն բավականին պրոգրես է, rename, այսենց, հիմա իր մեջ գրենք, ասենք, որ սա աշխատի պետք է ունենանք plotly, մի հատ եկեք տեսնենք ինչ վերսիա է օգտագործում, ստեղ ասելու եմ pip freeze, որ սառացնի այս ամեն ինչը տեսնենք, ունենք ստեղ plotly-ն ինչա գրած, 5.21.0, plotly-ն թե ինչա, այս բանը շատ կարևոր չի, ուղղակի, pandas կար գրած, եկեք նայենք pandas-ը ինչ վերսիա է, 2.2.2, մեկ էլ Streamlit էինք, չէ օգտագործում, ինչ որ Streamlit-ում ենք օգտագործում, Streamlit-ի այդ ամպում ենք օգտագործում, մեկը պետք է նշենք, թե ինչ ենք օգտագործում, հազար մի վերսիաներ ունի, չէ, տա ի վերջո։ Այս ամեն ինչը անելուց հետո, եթե գանք ավելացնենք սա, ասենք requirements.txt-ին ավելացրու, ասենք git commit m Python-ի շուրջա its requirements for Streamlit, for Streamlit, հիմա սա push անենք։ Հիմա ժողովուրդ, ես ավել ոչ բանի չեմ կպնում։ Այս Streamlit-ը
ինքը մենակով ջոգելու է ասի, որ ջոգելու է տնալու է, որ GitHub-ում փոփոխություն ա եղել, գնա ու սկսի արդեն իրանով քաշել։ Նայեք, այս UV-ն է, որ ասում էի, մի թազա պրոյեկտ package manager-ը դուրս եկել, հաստատ նա տան օգտագործում։ Ու սպասենք թողնի, կարանք մի հատ խնդրենք թող հիմա սկսի թարմացնել իսկականից, ասենք reboot app։ Ու մեր հավելվածը բանում է, օվնում է, վառարանում է, երևի։ Այսա process-ով կանցնի, գուցե էլի ինչ-որ տակից պրոբլեմներ լինի, հաճախ իրական սենց տհաճ գլխացավեր լինում են վերսիաների հետ կապված բանման, փոչիկներ ա փչում, inflating balloons։ Կարակ հարցեր տակ մինչև ինքը զբաղվում է։ Տեսակ, այս ամեն ինչը արվեց տենց իրոք կոճակներ սխմելու մակարդակով, էլի։ Ուրիշ բաներ հենց deploy անելը հիմնականում սենց հեշտ process չի լինում, այս Streamlit-ը իսկականից սենց շատ հաճելի սարքածա, որ հեշտ ու հասարակ լինի։ Եթե հարցեր չունենաք, երևի բան կանենք, կգնանք դասամիջոցի, հետո կգանք երևի սարքած կլինի, կտեսնենք, կնայենք։ Չէ, ավելի լավ տարբերակ ունեմ։ Եկեք այն պստիկ բանը, որ կիսատ էի թողել, որ հրամանակ չի արել, անենք, իրոք շատ պստիկ է, երկու հատ լիստերի ու տենց բան, երկու հատ հավաքածուների համար գրադարանը։ Անենք, տեսնենք ինչ է լինում հետո։ Ես դες ուղղակի ուզում եմ ասել, որ any ու all անունով հրամաններ կա, որոնք որ շատ հաճելի են։ Պատկերացրեք օրինակ բան, ունենք մարդկանց հավաքածու, ուզում ենք հասկանանք, օրինակ բոլոր մարդկանց անուններ, ազգանունները յանով են վերջանում, թե չէ։ Կարանք կոդը գրենք, չէ՞, որ տենց ասենք, e for e։ Մի խոսքով, կարանք ցիկլով բանով կազմակերպենք, չէ՞, դա հենց բուն էությունը խնդրի, ոնց ստանալ ամեն մեկը յանով է վերջանում, թե չէ, դա շատ դժվար չի, չէ։ E gets ends with օրինակ Jan, այսօր թող լինի մեր մոտ բանը։ Surnames-ը հավասարա D'Artagnan, Heshian, էլ ինչ կա։ Թող այսքանը լինի։ Ու մի հատ է բան։ Անիր, չգիտեմ ինչ գրեմ։ Օրինակ ասենք այս ծրագիրը for e in surnames մեզ կվարադասնի true-եր ու false-եր։ Հիմա ոնց հասկանանք հիմա բոլորն են արդյոք որ յանով է վերջանում, թե չէ։ Ինչ պետք է անենք։ Պետք է ստուգենք։ Եկեք մի հատ թող ֆոկուսում լինի։ Պետք է ստուգենք տեսնենք ամեն ինչ true-ա թե չէ։ Որ էլ ավել կոդ չգրենք, կարելի է ուղղակի կարճ ասել all ու այսքանը։ Այս դեպքում ասած false, որտեղ բոլորը չի որ յանով էին վերջանում։ Ամեն ինչ չի որ true էր, էլի։ Մի հատ ստեղ ավելացնենք Պանիրյան, հիմա ասած true։ Ուրիշա, այս all-ի սաղ դերը է դա։ Ինքը ստանում է հավաքածու, հիմա դա կլինի list, դա կլինի tuple, դա կլինի set, ինչ ուզում է լինի, կարևոր չի։ Ստուգում է ուղղակի ամեն ինչի true, ստուգում է ուղղակի ամեն ինչը արդյոք true թե չէ։ Մենակ եթե գրեի ստեղ all 1 2 այսենց ինքը կդժգոհեր կասեր երկու բան էս տվել բայց եթե սա tuple սարքեի օրինակ կամ list սարքեի այսենց անեի հակագից մոռացանք էլի կաշխատեր հա ստեղ true false չի գրած հենց որպես այդպեսին բայց Python-ը նեղություն կքաշի ինքը ամեն կվերածի ամեն ինչ true false-ի մեկն դա էլ է հանգիստ աշխատող տարբերակ սրանք կնայի ավտոմատ ինքը տակից դրանք կնայի true կամ false-ն թե չէ Ահա, այդ ամեն ինչը all-ի հետ կապված, այսքան all-ը ստուգում է, որ ամեն ինչ true լինի։
Եթե հարց ունենանք, ասենք դե լավ, այս 3 հոգի կա, գոնե մեկը կա, որ հայ է մեջները, այսինքն այս դեպքում մենք ուզում ենք նայենք, որ գոնե մի հատ true լինի, չէ՞։ Դա էլ գուցե գուշակեք, արվում է գրելով այստեղ ուղղակի any։ Սա ասած true, որտեղ գոնե մեկը հայ է։ Եթե բոլորից այս յանը ջնջենք, այդ դեպքում նոր false կբերի։ Նո, այս պետքա նյութի մեջ այն ժամանակ լիներ, մոռացել էի ավելացնել, կամ մի քիչ վախում եմ, որ պարզվի ավելացրել եմ ու մոռացել էի, որ ավելացրել եմ ու հիմա կրկնվում էի, բայց հա, այսքանը։ Աննա, լսում եմ։ Բազմությունների միավորում հատում էլ չէ ունենք, կարանք տենց էլ նայենք։ Ինչ բազմություններ հատենք միավորենք, բայց Իվարտյան։ Չէ, լավ, օքեյ։ հա, արի։ Մտածեցի։ Հա, օքեյ։ Հացա ժողովուրդ, այս any-all-ից։ Հաճելի բան են, իրականում շուշուտ է լինում, որ պետք է լինում ստուգել ամեն ինչ լինի կամ գոնե ինչ-որ մի բան լինի, այն ասենց մի անգամից մի հրամանով անում ենք։ Ու սա բնականաբար հենց մաքուր Python-ի գրադարանն է, էլի տեսնեք, ոչ բան չեմ ներմուծել։ Սրան ինչ եղավ։ Չգիտեմ, ինչ-որ տարօրինակ դանդաղ է աշխատում։ Գիտեք ինչ կարա լինի ժողովուրդ, որովհետև բանը մե արե։ Այս ամբողջ ռեպոն ա վերցնում, ստեղ է հազարումի բան կա։ Այստեղ ուրիշ տեղեր լիքը PDF-ներ կան, բան էս, այստեղ ծանր ֆայլեր կան նույնիսկ։ Հա դրա համար է մի քիչ տառապում ես խեղճը։ Բայց կարճ ասած հա, այս process-ը այսքանն է, էլի, ինչ որ ավել բան չեմ անելու ես։ Այսքանը անելուց հետո կամ աշխատում է, կամ ինչ որ error-ա բերում, ընկնում error-ը 90%-ով վստահ եմ, որ ինչ որ վերսիաների հետ կապված է լինելու ինչ որ բանի, ընկնում Google-ում ենք, դզում ենք աշխատում է։ Կամ էլ ուղղակի միանգամից մաքուր աշխատում է։ Դուք որ նոր repo սարքեք իր մեջ այդ Streamlit ֆայլը ունենաք ու requirements.txt ունենաք, ենթադրում եմ շատ ավելի արագ, շատ ավելի թեթև այս ամեն ինչը կանի, էլի։ Այն Streamlit app-ը տենց չսարքվեց։ Արագ բան, եթե ուզում եք տենց ինչ որ մի դեպքում ծերից ծեր process տեսնեք ոնց է գնում, կարակ հետո որ 23 թվի վիդեոն հրապարակենք, այդտեղ հիշում եմ, որ անում էի որ անկապ error-ների էի հանդիպել, բայց ի վերջո ստացվել էր։ Հա։ Ինչ որ հարցեր առաջացան դասընթացի ընթացքում։ Okay։ Լավ, դե անցնենք ուրեմն մեր թեմային։ Էկրանը կիսած, ահա։ Ռեկուրսիան։ Ռեկուրսիան ինքը տենց բավականին ֆունդամենտալ գաղափար է ծրագրավորման։ Ստեղ հղումներ է դրած դեպի բավականին լավ նյութեր, այս Real Python-ում դա շատ լավ վիդեո է, շատ լավ կայք է։ Ստեղ մի հատ ընտիր YouTube-ի ալիքին դեպի հղում եմ դրել։ 5 քայլով սիրուն ցույց է։ Վայ։ Հաճատում նամակար, որ ձայն չկա, ինչ չեք լսում, ժողովուրդ։ Լսում եք։ Ներկան։ Հա, լսվում եմ ես, հա։ Լայքը դրացա։ Okay, հա, անհանգստացա պահի տակ։ Լավ, մի հատ նորից խոսամ։ Ժորդ, ռեկուրսիան ինքը ֆունդամենտալ գաղափար է, բավականին ֆունդամենտալ ծրագրավորման գաղափար է, կես հղումներով, այս Real Python-ը ընտիր կայք է, նաև մի հատ շատ լավ YouTube-ի ալիքի այս reducible-ի վիդեոն խորհուրդ կտամ, 21 րոպե է, բայց շատ սիրուն է բացատրում, ընդ ինչ որ պահի իր վիդեոից screenshot եմ ցրած, շատ լավ վիդեո է։ Ու նաև մի հատ էլ կոնկրետ օրինակ նայեք, ռեկուրսիան ավելի լավ հասկանալու, բավականին տարածված Հանոյի աշտարակ ընտրի շուրջ,
Գուցե իրականում նույնիսկ Հանոյի աշտարակ, եթե նույնիսկ այս ամեն ինչի մասին չեք լսել, Հանոյի աշտարակ խաղացած լինեք ինչ որ ձև, որ sense 3 հատ բան է դրած, պետքա այս մի տեղից տեղափոխվել մյուսի վրա ու մեծը փոքրի վրա չի կարելի դնել, ինչ ռեկուրսիվ լուծումը կարելի սրան տալ։ Այս մի խոսքով նյութերի հետ կապված, նյութերի վրա ակցենտ եմ դնում, որովհետև ինձ հələ դուր չի գալիս, թե ես ոնց եմ սա բացատրում, ավելի շատ դուր չի գալիս, քան ուրիշ թեմաների հետ կապված էլի, ոնց որ երևի կարիք կլինի սրանք անցնել, որ նորմալ նստի գաղափարը։ Այս լավ։ Այստեղ ինչ որ մի հատիկ մեմ էի ուզում դնեի, բարձրաց այնքան շատ կա, վերջը հղում եմ դրա դեպի լիքը բաներ։ Լիքը լավ մեմեր ռեկուրսիայի հետ կապված, մեկ է Google-ը հավես բան ունի։ Ռեկուրսիան, եթե մի հատ երկու բառով ասեմ, այնա որ ինքը այնա երբ որ ֆունկցիան ինքն իրան կանչում է։ Այսինքն օրինակ ֆակտորիալ ֆունկցիայի մեջ կանչում ենք ֆակտորիալ ֆունկցիային։ Մենք օրինակ 4-ի ֆակտորիալն ենք ուզում հաշվենք, այդ ասում ենք որպես 4 անգամ 3-ի ֆակտորիալ, այդ 3-ի ֆակտորիալը նորից կանչվում է, այդ որպես շատ արագ նշում։ Այս Google-ը հավես բան ունի, որ երբ որ գրում ես ռեկուրսիա, ասում է կարող դու նկատի ունենալ ռեկուրսիա, որ կտեսնում ես սրա վրա, բերում է կարող դու նկատի ունենալ ռեկուրսիա, այդ որ դրա վրա ես կտեսնում, բերում է կարող է նկատի ունենալ ռեկուրսիա, հասկացաք մի խոսքով, sense անverջ այս կայքը, այս տեքստ, այս կոճակին սխմելը, այս կայքին է կանչում, որտեղ այս կոճակն է, որտեղ այս կոճակին սխմելը, այս տեքստին է կանչում եւ այլն։ Այսինքն մի հատ վիճակ է դառնում։ Կամ սա եմ սիրում, ասում եմ, դու ունես 3 երազանք փայլու հնարավորություն, ասում եմ, դարձրու իրենց 4, ասում եմ, օքեյ, դարձրեցի 4, այդ ավտոմատ դառնում որպես երազանք, ասում եմ, դու ունես 3 երազանք դարձնելու հնարավորություն, ասում եմ, դե դարձրու 4, դարձնում եմ, ասում եմ, հասկացաք, շատ չտանջեմ ձեզ սենց, կամ ասեմ 20։ Լավ, մի խոսքով հավեսի ինգա, կարակ հետո ավելի դանդաղ հանգիստ նայեք, մոտ ռեկուրսիա ասա բանի տակ, կրավատի տակ էսա, այդպես, այգե գանք սովրենք իրան։ Կառուցվածքային դե շատ կարճով է դա, այսինքն այս function-ը ունենք, որի անունը function-ը, ու իր մեջ կանչարվում function-ին, դիմում ենք function-ին։ Այսինքն ֆունկցիայի սահմանման մեջ կա ֆունկցիայի օգտագործում։ Հիմա եթե սա օրինակ աշխատացնեմ, ինքը բերում է ռեկուրսիայի error maximum recursion depth exceeded։ Ինչի որտեղ ուղղակի անverջ իրար կանչում է։ Այս ֆունկցիան անverջ ֆունկցիային է կանչում, որը ֆունկցիային է կանչում, սա անverջ գնում է։ Ռեկուրսիա անելուց կարևոր է ոնց որ գրենք թե ոնց պետք է այս ամեն ինչի մեջից ինքը դուրս գա, էլի։ Կն մի պահի ասենք, շո։ Կանչեցիր, վերջ։ Okay է ամեն ինչ։ Եկեք փորձենք սա սովորենք հենց օրինակի գաղափարով ֆակտորիալ հաշվելու օրինակով կսովորենք։ Ֆակտորիալը եթե կարճ հիշեցում, առնվազն բնական թվերի համար կարանք սահմանենք որպես իրանից 1-ից մինչև այդ թիվը բնական թվերի արտադրյալ։ Օրինակ 6-ի ֆակտորիալը այդ 6 անգամ 5 անգամ 4 անգամ 3 անգամ եւ այլն։ Ահա։ Հիմա ռեկուրսիան երբ փայլում, երբ որ կա ինչ-որ սկզբնական դեպք, որի համար արժեքը գիտենք, կամ որի հարցը հեշտ է լուծել։ Ու ամեն ինչ կարա բերվի այդ դեպքին։ Հիմա օրինակի համար, եթե ուզում ենք հաշվենք 3-ի ֆակտորիալը, ու մեզ արդեն հայտնի է 2-ի ֆակտորիալը, սա ենթադրենք մեր սկզբնական դեպքն է։ Մենք կարող ենք ուղղակի ասենք 3 անգամ 2-ի ֆակտորիալը, չէ՞։ Այս գաղափարով եթե շարժվենք, այստեղ գրած է 6 անգամ 5-ից մինչև 1 թվերի արտադրյալ, չէ՞։ Սա ի՞նչն է ժողովուրդ։ 5-ի ֆակտորիալն է, չէ՞։ Իսկ ըստ էության գրած է 6 անգամ 5-ի ֆակտորիալ։ Իսկ իր հերթին 5-ի ֆակտորիալը ի՞նչն է ժողովուրդ։ Այդ մեր մոտ բանն է, չէ՞։ Եկեք այստեղ փակագծում գրեմ 5 անգամ 4 անգամ 3 Այս 4-ի ֆակտորիալը չի՞ ստե գրած։ Հա, 4-ի ֆակտորիալն է։ Իսկ սա էլ 4-ի ֆակտորիալ գրածն է։ Որը իր հերթին կարան գրենք որպես 4 անգամ 3-ի ֆակտորիալ, որը իր հերթին որպես 3 անգամ 2-ի ֆակտորիալ,
ու տենց, այսինքն այսպես մի հատ պատմություն է դառնում, եթե 4-ի օրինակով գնանք, ասում ենք 4-ի ֆակտորիալը 4 անգամ 3-ի ֆակտորիալ, հիմա պետք է 3-ի ֆակտորիալը հաշվենք, 4-ի ֆակտորիալ դարձնելու մեր խնդիրը, դարձել ենք որպես ենթախնդիր հաշվել 3-ի ֆակտորիալը, դե գնացինք, 3-ի ֆակտորիալը այդ 3 անգամ 2-ի ֆակտորիալն է, 2-ի ֆակտորիալը պետք է հիմա հաշվենք, 2-ի ֆակտորիալը դա 2 անգամ 1-ի ֆակտորիալն է, հիմա ժողովուրդ հասնում ենք այն հիմքին, անգլերեն ասած base case-ին ենք հասնում, որ մի բան պետք է ֆիքսենք, ինչ որ սկզբնական բան պետք է ֆիքսենք, ու եթե ֆիքսացել ենք, որ 1-ի ֆակտորիալը դա 1-ն է, հիմա այդ բայից հետո այս 2-ի ֆակտորիալի հաշվարկը արդեն կարանք կազմակերպենք, չէ՞։ Ուղղակի այս 1-ի ֆակտորիալի փոխարեն տեղադրում ենք 2։ Դասում է 2-ի ֆակտորիալը հավասար է 2։ Հիմա այս եթե ունենք, ըստեղ մեզ 2-ի ֆակտորիալի արժեքներ չէ պետք։ Դե կարանք տեղադրենք։ Ստացվի ստե գրած է 3 անգամ 2, այսինքն 6։ Ահա։ Ըստեղ էլ 3-ի ֆակտորիալի արժեքներն ունեցան։ Կարանք եթե տեղադրենք։ Կստացվի 4 անգամ 6, ու արդյունքը կստացվի 24։ Սա ոնց որ ռեկուրսիվ մոտեցում կլինի, երբ որ ֆակտորիալ հաշվելուց փորձենք իր ավելի փոքր ֆակտորիալները հաշվենք, իրենց մեկով փոքր թվի ֆակտորիալը ֆակտորիալից օգտվենք։ Այսա կոդի տեսքի կբերենք սա, որ մի քիչ շոշափելի դառնա։ Այսինքն եկեք հենց կոդի տեսքի բերեմ, նոր հարցնեմ, հարց կա թե չէ։ Անելու ենք սենց։ Եթե 0-ից փորձենք գրենք, def factorial n։ Հիմա 1-ի ֆակտորիալը, դե իրականում 0-ի ֆակտորիալը կարանք ասենք, բայց օքեյ, 1-ի ֆակտորիալը գիտենք, որ 1 է, չէ։ Այս մեր այն իմացած բանն է։ Հիմա ցանկացած ուրիշ թվի համար, օրինակ 6-ի ֆակտորիալը հաշվելու, 4-ի ֆակտորիալը հաշվելու համար, մեզ պետք է լինելու ասել 4 անգամ 3-ի ֆակտորիալ, չէ։ Այսինքն 4 անգամ ֆակտորիալ n-1, այսինքն 3։ Հիմա սա որ գրենք, այսա աշխատացնելուց նորից աշխատելու է այս ֆունկցիան, չէ։ N-ը հավասար է 1-ի մեջ չենք, դրա համար ինքը դառնալու է ուղղակի n անգամ n ֆակտորիալ n-1, բայց քանի որ հիմա n-ը n-1-ի է հավասար, ինքը դառնալու էր n-1 անգամ ֆակտորիալ n-2։ Իր հերթին հետո n-2-ն ենք փորձելու հաշվենք n-3-ը եւ այլն, այնտենց անդադար գնայինք, բայց կառուցվածքային process-ը դա էր մեր մոտ լինելու։ Այ հիմա մի հատ լռեմ, հեսա մի հատ այս օրինակը ավելի մանրամասն կնայենք, բայց մի հատ ստեղ սուս մնամ։ Հարցեր ժողովուրդ։ Հայկ լսում եմ։ Հայկ ջան, ես կոնկրետ այս խնդրի համար ուզում եմ հասկանամ ավելի հեշտ է ցիկլ ֆորվալ վրան, թե հենց այս ռեկուրսիայով փորձել լուծել խնդիրը, որն ավելի արագ ու էֆեկտիվ։ Տեղին է հարցը, ես սա կլուծեի ուղղակի բանով, ուղղակի արտադրյալով, որտեղ ստեղ ըստ էության մեկը այդ սա n անգամ n-1 անգամ n-2 եւ այլն, սա այդ արտադրյալը տեղի ունենում է, էլի։ Ուղղակի գլխից ավելանում են լիքը տարբեր գործողություններ, if ստուգել, այս ֆունկցիայի արժեք վերադարձնելու, այսինքն օպտիմալության տեսանկյունից ստեղ լավ չի դա։ Ուղղակի ֆակտորիալը n բանն է, ստանդարտն է այս թեման բացատրելու համար, էլի։ Այսինքն այս խնդիրը այդքան լավ է, ֆակտորիալի խնդիրը ռեկուրսիայով լուծելը ոնց որ այդ անում են անելու խաթր մենակ, էլի։ Դրանից բացի շատ նպատակ չունի։ Բայց լիքը խնդիրներ կան, որոնք որ առանց ռեկուրսիայի անտանելի դժվար են։ Մի հատ խնդիր օրինակ, որ դուք պոտենցիալ իրան առնչվել եք, այժմ պոտենցիալ կարեք իրան առնչվեիք։ Վերջի տնայինը ինչ ա եղել ժողովուրդ։ Պետք է մի հատ բան սարքենք, որ մի հատ պապկայի մեջ եղած ֆայլերի քանակն է հաշվում, չէ՞։ Բա ինչ եթե պապկայի մեջ պապկա լինի։ Հիմա եթե դուք պապկայի վրա բանը հաշվելու կոդը գրած լինեք, ֆայլերը հաշվելու համար, ու պապկայի հանդիպեք ֆոլդերի, կարեք այդ ֆոլդերի համար այդ ֆունկցիան կանչեք, չէ՞ հենց։ Հիմա այդ ֆոլդերի մեջ եղած բան ենթաֆոլդեր եթե լինի, իր համար կարեք էլի իրան կանչեք, չէ՞։ Ու տենց օրինակ այդ խնդիրը, ասենք եթե ուզում ենք գտնենք թե բոլոր ֆայլերը, որոնք որ մի հատ ինչ-որ ֆոլդերի մեջ կան, ինքը մաքուր ռեկուրսիայով լուծելու խնդիր է։ Որպես օրինակ դա էլի։ Ու նաև իրականում օրինակ, որը որ եթե կուզեք կարաք պրոյեկտի մեջ ներառեք,
Շատ դրական բան կլինի դա, էլի, как раз գաղափարը նստացնելու համար։ Okay. Էլի հարցեր ժա։ Մերսի հարցի համար։ Նարի։ Հա, Հայկ լսում եմ։ Այսինքն առաջի դեպքում, երբ որ մենք անում ենք ինքը ֆոլդերի մեջ է դասավորում այդ ֆայլերը, մի հատ էլ նենց անենք, որ այդ ֆոլդերի մեջի ֆայլերը նորից ֆոլդերի մեջ դասավորի, հա։ Հա, իմ մոտ մի քիչ մտքում ես պահում էի բանը, այն որ ասենք եթե Որ ուզում կարող ենք ենք հանդիպի ֆոլդերի։ ահա Երբ որ ֆոլդերի հանդիպի, հա, այդ ֆոլդերի մեջ մտնի ու նույն process-ը անի, ես այ շատ մտածում էի բանի օրինակով։ Ավելի շատ օրինակ այդ ամենածանր ֆայլերը գտնելը։ Որ եթե folder հանդիպի, գնա նայի տնա իր մեջ ինչքան ծանր են ֆայլերը, ու եթե դրա մեջ folder հանդիպի, էլի գնա նայի իր մեջ ինչքան ծանր են, ու տենց ռեկուրսիվ գնա, էլի խորանա։ Լավ, մերսի։ Դες մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Բարի։ Այստեղ եկեք այս նույն կոդի մեջ բան անենք, ավելացնենք, որ մի քիչ իր բանը փոխենք, գրելաձևը փոխենք, որպեսզի պրինտերով սիրուն տեսնենք, եկեք ամենասկզբում ասենք, որ ֆակտորիալ ֆունկցիան կանչել ենք n-ը հավասար է ինչ որ արժեքի համար, ուստեղ նայենք, ասենք, եթե n-ը հավասար է 1-ի, վերադասվող արժեքը սարքենք 1։ Եթե n-ը ուրիշ բան է, վերադասվող արժեքը սարքենք n անգամ ֆակտորիալ n-1։ Հիմա պատկերացրեք, ուղղակի ասել եմ, սա փոփոխականի է value-ն հավասար է դրան, ու վերջում return-ը գրել։ Վերադարձրեց ու թե ինչ արժեք վերադարձրեց։ Եկեք հիմա այսքանը աշխատացնենք, տեսնենք իր process-ը ոնց է անում, եթե 4-ի համար կանչում ենք։ Նայեք։ Ֆակտորիալը հիմա կանչվեց n-ը հավասար է 4-ի համար։ Հələ ոչ մի արժեք մեզ չի վերադարձվել։ Ինչի, որովհետև եկել ենք այստեղ, այս else-ի մեջ, որտեղ էլի ֆակտորիալը կանչվել է արդեն n-1-ի համար։ Տեսեք, երկրորդ print-ը սա է։ Մա ֆակտորիալը կանչվեց n հավասար է 3-ի համար։ Նույն կերպ այդտեղ n հավասար է 2-ի համար արժում, հետո 1-ի համար։ Այ որ հասավ 1-ին, արդեն SIF-ի մեջ է մտնում, էլ կանչ չկա ֆակտորիալին, դրա համար վերադարձվում է այս 1 արժեքը։ Հիմա այս 1 արժեքը, որ վերադարձվեց, այս ֆունկցիան հենց ուզում էր հաշվի 1-ի արժեքը, չէ՞։ 1-ի ֆակտորիալի արժեքը, որտեղ ինքը ասել էր ֆակտորիալ 1-ի ֆակտորիալ 1։ Սա կարա վերցնի։ Ահա։ Այդ երկուսը վերցրեց, փոխանցում է 3-ին։ Մեզ վերադարձնում է 6։ Այս 6-ը տրվում է ֆակտորիալ 4-ին, ֆակտորիալ 4-ը 6-ը 4-ով։ Okay։ Այսքան process-ը սենց է, էլի։ Խորանում ենք, ամեն անգամ ոնց որ պարտք ենք անում, ասում ենք մեզ էս արժեքն է պետք, մյուս ասում է մեզ էլ էս արժեքն է պետք։ Սենց հերթով գնում ենք, մինչև այն ամենավերջում մեկը այդ պարտքը կարողանում է ստանալ իրանից, այդ base case-ին ենք հարցնում, արժեքը վերցնում ենք։ Ու տենց սկսում ենք հերթով վերև տալով գնալ։ Հարցեր, ժողովուրդ, ինչ որ հասկանալի է։ Լավ։ Մի հատ ուրիշ օրինակով եթե նայենք, օրինակ 1-ից n թվերի գումարը հաշվելու, նախորդը ֆակտորիալով էր, եկեք սա էլ գումարով անենք։ Ըստ էության սա նույն ձևը կարելի կազմակերպել ու եթե շատ արագ նայենք, նրանից է որ n-ը հավասար է 4-ի գումարը հաշվել, մինչև 4-ը թվերի գումարը հաշվելու համար, եթե սենց ընդգծենք, այս բլոկը կա արդեն n-ը հավասար է 3-ի մեջ, որտեղ որ այս բլոկն էլ կա n-ը հավասար է 2-ի մեջ։ Մինչև 4-ը եղած թվերի գումարը, դա մինչև 3 եղած թվերի գումարը այս 4-ն է։ Ու կարանք դա էլ նույն ձև ֆակտորիալով կազմակերպել, ուղղակի ստեղ ասելով n գումարած ուղղակի բան, ֆունկցիայի անունն ենք փոխում, այստեղ անգամ պլյուս է դառնում։ Նույն կերպ սիրուն կհաշվի։ Եթե հարց կհամեցեք, եթե չէ, եկեք մի հատ վարժվելու համար արդեն վարժություն անենք։
գրենք ֆունկցիա, որ բարություն ասեմ, հարցը լսեմ, գրենք ֆունկցիա, որ կհաշվի Fibonacci n-րդ թիվը։ Սա էլ ոնց որ այն մյուս կլասիկ խնդիրն է, որ նայվում է միշտ։ Նայեն էլ ասում եմ։ Ջան, այսինքն այն վերևում, երբ որ դուք ֆակտորիալը հաշվում եք, ինքը 8 անգամ այդ գործողությունը արեց, ուզում եմ այ որ մի հատ վերև բարձրակ։ 8 չէ։ Այստեղ ինչքան ինքը պատտվեց կամ ինչքան գործողություն արեց այս ընդհանուր ֆունկցիան, երբ որ 4 թվի համար ֆակտորիալը աշխատացրեցիք։ Այստեղ շատ կախված է նրան, այդ տեղին հարց եմ ինջելուց, շատ կախված է նրանից, թե ինչն են գործողություն համարում։ Այս առաջի 4 Այլ արեց, լավ։ սպրինտը, որ տեսնում ենք, առաջի 4 քայլը, որ տեսնում ենք, այստեղ ինչ է տեղի ունենում, if-ի հաշվարկա, if-ի ստուգում է տեղի ունենում, պարզվում է, որ սա է, ու այստեղ տեղի ունենում n անգամ, ու հիմա կան չարվում, այսինքն հələ բազմապատկում չի արվել։ Դեռ չգիտենք էլ ինչ Այդ ինչ որ միտեղ պահում է, ես այդ գործնականին էլ մեր այդ դասին տվեցի այդ հարցը։ Այ եկավ հասավ այդ որ պետքա ինքը f ֆակտորիալ 3 հաշվի։ Ինչ որ միտեղ ինքը պահում է, հետո անդրադառնում է դրան։ Ես իդեան հասկանում եմ մտքի, բայց ուզում եմ հասկանամ կոմպը ոնց է այդ դասավորում այդ ամեն ինչը, էլի։ Ոչ թե արժեքը պահում է, որտեվ չունի Կամ արժեք։ հիշում է, չգիտեմ, ինչ որ միտեղ հիշում է կամ ֆիքսում է, որ հետո պետք է հաշվի, ոնց է այդ կոմպը այդ մասը անում։ Ինձ օրինակ դա շատ հետաքրքիր է, ոնց է ինքը հետո անդրադառնում դրան։ Երբ որ սովորական ֆունկցիա է, հասկանում ես, որ մեկին գումարում է 2, երկուսին գումարում է 3։ Հիմա ստեղ մի բան է անում, որ հələ իջնում է, հետո սկսում բա բարձրանալ։ Ոնց է ինքը այդ ամեն ինչը կոմպի մեջ ոնց է ֆիքսվում այդ ամեն ինչը։ Այս երևի տենց ամենակարևոր հարցերից է, որ հետ տեղ ընկնի այս թեման, մի հատ տեսնեմ ստացվում է լավ պատասխանեմ թե չեմ։ Ոնց որ ֆիքսվելու կամ հիշելու բան, որպես այդպեսին չկա, ինչի, որովհետև հենց միանգամից ոտի վրա է արժեքները ստացվում։ Պատկերացրեք ոնց որ սենց, եկեք այս կարճ ֆակտորիալը գրեմ f3 ուղղակի։ Լավ, եկեք f4-ի համար անենք։ Այս f4-ը ասում է, ես ուզում եմ հաշվեմ 4 անգամ f3-ը ինչն է։ Այս f3-ը, այսա, ասում է f4 ջան, ես խաբար չեմ, այս արժեքը ինչ է իմ։ Ոնց որ կարք պատկերացնեք, ես ինձ բացատրել եմ բանի օրինակով, որ ոնց որ 4-ը գայսա 3-ից ուզում է պարտքով իր պարտք տված փողը վերցնի, այս f3-ը ասում է, ես չգիտեմ, չունեմ այդ փողը, արժեքը չկա մոտս։ Այ բայց ես պարտքատեր ունեմ, ինքը ինձ կտա։ Իր պարտքատերն էլ այդ 3 անգամ 2-ի ֆակտորիալն է, 3 անգամ f2-ն է։ Բայց մյուս այս f4-ը ասում է f3 փողերը ստու։ F3 ասում է չունեմ, բայց ինձանից f2-ը ինձանից պարտք է, գնամ վերցնեմ իրենց։ Այս f2-ը գայսա, այս f3-ը իր 2-ին ասում է դու փողերս, f2-ը ասում է ես չունեմ, այ բայց ինձանից պարտք վերցրած մեկը կա, այդ f1-ն էր։ Հեսա իրենց փողերը վերցնեմ ու գամ քեզ հետ տամ։ Գնում ասում է f1, հələ փողերը ստու։ Այս f1-ն էլ մեջներից ոչ հայն է, չգիտեմ։ Մեջներից պատասխանատուն է, ասում է, խնդրեմ, հեսա ես քեզ մեկը տամ։ Ու տալիս է, դառնում է 2 անգամ 1։ Հիմա այս f2-ը իր արժեքը ստացավ։ Ահա, շո, ստացավ։ Ասում է f3 ջան, հետ եմ տալիս քեզ փողդ։ Դառավ 3 անգամ 2։ Այս 4-ը ասում է 4 բարեկամ ջան, մերսի որ սպասեցիր, սաղ տվեցին, ես քեզ 6 արժեքը, ու սենց հաշվարկը արվեց։ Այսինքն ըստ էության հիշելու բան չի եղել, որտեղ չի եղել, որ մենք ասենք մենք բան միտեղ գրանցենք, որ հեսա պետք է արժեք վերցնենք։ Հել բնական process-ով միանգամից գնացել է։ Վրա ներքև իջնելով գնացել է, հետո իրար հետ տալով գնացել են արժեքները։ Այսինքն մենք ըստ էության հաշվել ենք այսա, էլի, ֆակտոր f 4-ը դառել է, եթե ֆունկցիայի ներսով եկեք գրեմ 3 անգամ ներողություն 4 անգամ f3 սա դառել է իրականում նույն բանն է ֆունկցիայի ներսում գրելը լավ միտք չէր բայց այսա է էլի տեղի ունեցած եղել լրիվ հետո սա դառել է 4 անգամ 3 անգամ
F2, սա դառել է 4 անգամ, 3 անգամ F1, ու F1-ը, որ կարացել է հաշվարկվի, ամեն ինչ սիրուն գնացել է։ Չնայած այս տողը կարող է շատ շփոթացնի, բայց լավ։ Այսքանը օքեյ է, պարտքերի անագոլը ալիգորիան բացատրես, թե հələ ոնց որ անհասկանալի է։ Շատ լավ, Աննան լսում եմ։ Շատ հավես գեղարվեստական զուգահեռ գնաց ուղեղիս մեջ, դե որ տենց պատմեցի, փոչա տաղավեսի հեքիաթը դարավ, որ կաթը խմում է, պարավն ասում է, պարավը փոչը կտրում է, փոչը ստուր, ասում է գնա կաթ բեր, հիմա կովին ասում է կաթը տուր, ասում է գնա խոտ բեր, ոչմ, հետո հավաքում բերում է, վերջում փոչը ստանում է։ Կարակ տնցել հիշեք, մերսի կիսվելու համար։ Այդ ընց եմ, իշնում ենք, վերջը ինչ-որ մեկից արժեքը կավանում ենք ստանալ, ու արդեն արժեքը հետ փոխանցելով գայս ենք հասցնում ենք սկզբնական այդ պահանջողին։ Մեր հատ լավ մտածեք, ես հասկանալի է, նորմալ ձեզ։ Ժամանակ ունենք, իրոք ժամանակ ունենք, նյութը շատ չի։ Այսինքն կարամ կրկնեմ տեսականորեն ինչ-որ բաներ կամ կարճ ասած համեցեք, եթե ինչ-որ բան հասկանալի չի, էլի։ Okay, այդ դեպքում եկեք փորձենք Fibonacci-ն անենք ու արդեն կլսեմ ձեր առաջարկներն էլ կոդային։ Fibonacci-ն ոնց է սահմանված, Fibonacci-ի հաջորդականությունը։ Ունենում ենք երկու սկզբնական արժեք, առաջին արժեքը 1 է, երկրորդ արժեքը նույնպես 1 է։ Կամ լինում է, որ ասում են առաջին արժեքը 0 է, երկրորդը 1, բայց եկեք սենց սահմանենք։ Այդ դրանից հետո ամեն հաջորդ արժեք նախորդ երկուսի գումարն է։ Այսինքն երրորդ արժեքը լինելու է 1 գումարած 1։ Այսինքն 2։ Չորրորդ արժեքը լինելու է հիմա նախորդը 1-ն է, նախանախորդը 2-ն է, եկեք գրեմ 2 գումարած 1 որպես, այսինքն վերջին ու նախավերջին։ 5-րդը լինելու է հիմա 3 գումարած 2, չէ՞։ Սա լինելու է 5։ Ու սենց։ 6-րդը դա 5-րդ ու 4-րդը վերի գումարն է, այսինքն 5 գումարած 3։ AI-ը չի ֆայմում ինչա կատարվում ստեղ։ Եկեք մի հատ շանս տանք լավ։ Ֆայմեց։ Կոդն էլ ասում։ Այսպես պրոցեսոր։ Եկեք տեսնենք ոնց կարանք սա կազմակերպենք։ Այս Fibonacci-ն էլ բանն է, որ ինչ-որ ճաշ սարքած չեք լինում, այսօրվա ճաշը երեկվա ու նախորդ օրվա ճաշերի գումարն է, ինչ մնացել է, լավ, պրոստը բան, տպավորվելու համար անկապ կատակ։ Ոնց գրենք, ինչ առաջարկներ ունենք։ Եթե պրոցեսը հիշացնեմ, կարևոր է ֆիքսել ֆունդամենտը, սկզբնական ամեն ինչը ֆիքսել ու հասկանալ ոնց ենք ինչ-որ մի հատ խնդիր բերում նախախնդիրների։ Ես կարամ հայտարարումը անեմ, ես ասելս թափ։ Ով կուզի փորձի։ Նարինե, համեցեք։ Երևի առաջի երևի թվերը, եթե երկուսն էլ մեկ են, վերադարձնում է 2, չէ՞։ Իսկ այդ ոնց կազմակերպենք։ If n-ը հավասար է 2, 2 թիվ պետք է ստանա, չէ՞, ինքը այսինքն։ Չէ, Fibonacci-ն մի հատ թիվ է ստանում, օրինակ ասում է 6-րդ հտու կամ 8-րդ հտու։ Ուրեմն առաջինը ու եթե նախ պետք է ինքը երկրորդ թվից ստանա, այսինքն առաջինը երկուսը պետք է ստանա, չէ՞։ Երկրորդ թվից պետք է n-ը սկսենք 2-ից։ Դե ոնց որ ֆունկցիայի տեսանկյունից, ֆունկցիան մի հատիկ ուղղակի թիվ է ստանում։
Հա, երկրորդ, Ոնց այսինքն, կկազմակերպենք արդեն մեր որոշելու վրա է։ հա, այդ դեպքում վերադարձնում է 2, Այս սա ինչ կնշանակի։ որ եթե տվել է երկրորդ արժեքը ստանալ, ուրեմն երկու հատ մեկը պետք է գումարենք, չէ՞։ Ոնց որ հիմա ինքը ասում է n-ը եթե 2-ա տվել, ասում է Fibonacci երկրորդ թիվն է։ Fibonacci արժեթականության երկրորդ արժեքն եմ ուզում, որը 1-ն Հա, է, չէ՞։ որը 1 էր։ Հա, 1, վերադարձնելու 1-ը։ Հակառակ դեպքում Fibonacci n-2 պլյուս n-1, տենց դրանց գումարը։ Հա, n-2 գումարած Fibonacci n-1։ Եկեք տեսնենք, իրականում եթե ֆունկցիայի ներսում ենք կարայի L-ը չգրեի, չէ, կարող է այստեղ գրեի, return կաշխատացնենք, տեսնենք ինչ է լինում, օրինակ 4-րդը ուզենք ստանանք, այսինքն 3 թիվն եմ ուզում ստանամ։ Ուսման ռեկուրսիայի խորությունը անվերջ ռեկուրսիայի մեջ եմ ընկել, երբեք չեմ վերջացնում աշխատանքը։ Ինչի։ Հա, եկեք տեսնենք, կարանք պրինտեր ավելացնենք ստեղ, արդեն տարբերակ կա, Արամ լսում եմ։ Մեկի case-ը հաշվի չեք առը։ Ճիշտ է, հա։ Մենք ոնց որ настройка ենք անում Fibonacci-ին, ասում ենք ինքը երկու նախորդ թվերի գումարն է, պետք է երկու թիվ գոնե իմանա, չէ, որ կարողանա իրանց գումարի։ Մենակ մի թիվ ենք տվել, մյուս սկզբնական արժեքի մասին գաղափար չի ունենում, էլի։ Հա, Արամի ասածը ճիշտ լուծումն է, բայց մի հատ եթե ավելի լավ սա ուզենք տեսնել, եկեք ստեղ print ավելացնենք, արի հետ օգնելու լավ։ Print ավելացնենք, ասենք Fibonacci կանչել ենք n-ը հավասար է n-ով, եկեք ստեղ էլի գրենք, ասենք return value-ն հավասար է 1, ստեղ ասենք return value-ն հավասար է սրան, ուղղակի վերջում return value։ Ու աշխատացնենք։ Նայեք ինչ է լինում։ 4-ով կանչում ենք, հիմա 4-ը մտնում է L-ի մեջ, ու ինքը ասում է դե հաշվի բանը։ Հիմա պետք է պարտք եմ արել, պետք է հաշվեմ ֆակտորիալ n-2, այսինքն ֆակտորիալ 4-ը, չէ։ Հիմա ինքը գնալու է անգնի ներողություն 4-2, այսինքն ֆակտորիալ 2-ը պետք է հաշվի։ Հա, ստեղ էր։ Ահա։ Եկեք F գրեմ, էլի նորից կարճ։ Ֆակտորիալ չէ, Fibonacci։ Նայեք հիմա էսա 2-ն է փորձում հաշվի։ Հիմա գայսա տեսնում է n-ը հավասար է 2, ու ընտիր, սա մեր մոտ այս մեկի դեպքն է։ Եկեք ստեղ գրեմ, թե եկեք ստեղ էլ print ավելացնենք, թե ինչա վերադարձում։ Իհարկե։ Նայեք, 4-ին կանչեցինք, 4-ը առաջին էլեմենտը գումարի, ասեց 4-2 պետք է հաշվեմ, գնաց 2-ը հաշվելու։ Եկավ 2-ը հաշվի, մտավ այս if-ի մեջ, 1-ը վերադարձրեց։ Ընտիր։ Այսինքն այս բայի դրությամբ ծրագիրը մտածում է, որ գրած աստեղ 1 գումարած Fibonacci f-ի, չէ՞, պայմանավորվել գրել։ N-ը 4-ը 4-1, չէ՞։ Այսինքն 3-ն է, Fibonacci 3-ն է ուզում հաշվի։ Դե 3-ը հաշվելու համար 3-ը 2-ի հավասար չի, մտավ ստեղ։ Հիմա ուզում է հաշվի 3 մինուս 2-ը։ Այսինքն 1-ը։ 1-ը ստեղ գրած չի, դա համար էլի մտավ ստեղ, հիմա փորձում է հաշվի մինուս 1-ը։ Հետո մինուս 3, մինուս 5, մինուս 7, մինուս 9։ Անվերջ գնում է ու երբեք ստոպ տալուն չի հասնում, որտեվ գրած չի այդ 1-ի ստոպ տալը։ Այս մեկը որ զույգ էր, ուստեղ 2-ն ենք ստուգում, պլստաց։ Բախտը բերեց, պլստաց իր համար այս մեկը վերցրեցի։ Այս մյուսի բախտը չբերեց։ Նորմալ էր։ Okay, դե Արամ լսում եմ։
Բայց երևի ավելի ճիշտ կլինի փոքր կամ հավասար 1 դնենք պայմանը, որ 0-ի case-ների այդ -2-ի դեպքում է, եթե 1 տանք, ինքը տենց հավասարով չլինի, էլի։ Փոքր կամ N-ը հավասար տանք 1-ի, -2, հա։ ըհը, n-ը փոքր կամ հավասար 1-ից, որ եթե սկզբնական n թիվը տանք 1, Որտեղ եք ուզում գրեմ n-ը փոքր հավասար է 1-ից, թե այնտեղ է 2-ից։ երրորդ Ասա 1 տողը։ սարքեմ։ Մհմ։ Okay։ Որ ինչ թիվ տանք, Իսկ հետո։ ասենք բացասական թվերը տանք, ինքը էլի մտնելու է, էլի այդ պայմանների մեջ, եթե հավասարով գրենք։ Հա, չեք ուզում 2-ը ֆիքսենք։ Ուզում եք 1-ից սկսի բանը գործը իր այսպես հա ուղղակի։ Որ ինչ թիվ է տանք, լոգիկան ճիշտ աշխատի ու կարանա դուրս գա ռեկուրսիայից։ Բայց մի քիչ այս հաշվարկի հետ կապված խնդրեմ եղավ, որտեվ 4-րդը մեր մոտ 3-ն էր, չէ՞։ Այս ձևով ինքը մեզ վերադարձրել է 5-ը, այսինքն մյուս թիվն է վերադարձրել։ Ահա, այսինքն մի թիվ ավել։ Հա, չէ, պակաս։ Հա, չէ, կներեք, ավել։ Ես sense բաներից կվախենայի անել, ես կուզեի ոնց որ եթե առաջինը սա է, երկրորդը սա, ու ռեկուրսիան էլ ինքը տեսնում եք, որ վտանգավոր գործողություն է, էլի։ Այստեղ թութու Python-ը ոնց որ լիմիտ է անում, երբ որ տենում է արդեն անverջ է տևում, всё, stop է տալիս, բայց եթե պատկերացնեք, որ այս ֆունկցիան երկար աշխատող լիներ, ու ինքը օրինակ ասում է 10,000 կամ 100,000 անգամից ավել չաշխատես, օրերով կարող է մնայինք, էլի, sense։ Դրա համար while cycle-եր ու ռեկուրսիաներ գրելուց շատ զգույշ է պետք լինել։ Այստեղ եթե ասենք n-ը փոքր հավասար է 2-ից, կգար արդեն ճիշտ կաշխատեր, որովհետև 2-ի մեջ որընկներ արդեն արժեք կստանար։ Այս դեպքում ոնց որ 2-ին որընկնում է, մի հատ գնում է դեպի 0, այդ ժամանակը արժեքը ստանում, մի անգամ ավել է աշխատում, sense ասած։ Հա, բայց ես sense էլ չէի ուզի գրեի։ Ես սրա փոխարեն sense կանեի նաև n-ը հավասար է 1 ու եթե կասեի elif n-ը հավասար է 2, էլի հավասար է 1։ Ինչը լրիվ ուրիշ տեղ էս կոդը տեսնեմ, կասեմ ումա պետք է 2 հատառոնձին բլոկ, բայց այդտեղ ավելի խախանդ է։ Ու նաև եթե ինչ-որ պայի ուզենք փոխենք օրինակ սկզբնական արժեքները, շատ ավելի հարմար կլինի, էլի էլ կոդը չենք փոխի։ Իսկ եթե միամիտ այդտեղ բացասական թիվ տանք n-ի տեղը -4։ Լավ հարց է։ Ինչ անվերջ գմփալու է էլի։ Դրա համար հա շատ էսա հա գմփած։ Այդ -3-ից սկսում է ու ներքև իջնելով գնում է։ Դրա համար կարանք ավելացնենք նախորդ դասից սովորած օրինակ assert-ը, չէ՞։ Որ աշխատի մենակ եթե n-ը դրական է։ Այստեղ error կգցի։ Շատ լավ, մերսիներ։ Աննա, լսում եմ։ Ես մի անգամից մտածեցի, որ կարելի է if-ի մեջ գրել, բայց չգիտեմ կարծես թե չէ։ If n-2-ը հավասար է n-1 հավասար է 1, մի հատ if գրենք։ n-2-ը հավասար է n-1, թե Fibonacci-ի մեջ դրածը։ Ոնց որ սա երբեք ճիշտ չի, էլի։ Հա, Fibonacci-ից դնենք։ Ստեղ էլ եթե sense գրենք, արդեն ամեն անգամ ստեղ հանդիպելուց պետք է ինքը խորանա այդ ամեն ինչը հաշվելով գնա։ Ես կփորձեի իսկականից sense մաքսիմալ པարզ պահել, էլի sense տեղերում կոդը։ Այդ օրինակ երկու արժեք իրար հավասար են մենակ 1-1-ի դեպքում ինքը խելոք միտք է, բայց կոնսերվատիվ լինելը sense բարձի համար։ Ցածացի։ Հա, դες մերսի։ Ահա, sense իրուն կարա լուծվի։ Մի հատ փոքր նշում անեմ, որ օրինակ հիմա այստեղ առանձին n-2-ն է աշխատում, առանձին n-1-ը, բայց եթե n-1-ը որ աշխատում է, մենք ստացվում է, ասենք պատկերացրեք, այստեղ 10 է գրած, ու նշանակում է մենք առաջի 9 թվերը իմանում ենք,
Բայց առանձին մեկից մինչև 10-րդ թվերն է իմանում։ Այսինքն sense ռեկուրս save անել, sense ասած, ասել 4-րդը գտել ենք, որ էս է, 5-րդը էնա, ու արդեն է դրանք դառնան այս բան պայմանները։ Այսինքն ոչ թե ուղղակի ասենք, եթե 1-ը վերադարձում եք, եթե 2-ը վերադարձում եք, այլ եթե մի հատ էլ իրան ավելացնեմ, որ եթե 3-ը վերադարձրու 2, եթե 4-ը վերադարձրու բան, ինքը շատ արագ արդեն if-երի մեջ կմտնի, ռեկուրսիա չի անի, էլի։ Այսինքն ուզում ասեմ, օպտիմալացման ահագին հնարավորություն կա ստեղ հիշողություն ավելացնելով։ Մենք հեսա այսօր նաև մի հատ բան ենք տեսնելու, որ չէ, խափեցի այդ սրա մեջ չէր։ Չէ, խափեցի միտքը փոխել էի։ Բայց լավ ես կանա ասել եմ, հաջորդ դասին դեկորատորներ որ անենք, ընդ կտեսնենք ոնց կարանք դեկորատոր օգտագործենք մի հատ, որ ինչ որ դեպքերում ֆունկցիայի աճը, ֆունկցիայի արագությունը, ասենք մի անգամ տևի 20 րոպե, մյուս անգամը տեղի 0.01 վայրկյան, որովհետև այդ արժեքը բան է անում, քեշում պահում է։ Այս ավելորդ նշում ուղղակի որպես էլի։ Ստեղից ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Կամ ամբողջ դասից։ Մի հատ ուրիշ օրինակ հավես խնդիր, որ կարելի է ռեկուրսիայով անել, պատկերացրեք ուզում ենք հաշվենք, թե ասենք այս կետում են կանգնած, ասենց ցանց է, ու այստեղ մի հատ ուրիշ կետ կա, կարանք մենակ վերև ու աջ գնանք դեպի, հաշվել, թե ոնց է հնարավոր այս կետից անցնել այս կետը, որտեղ այդ կարելի է բան անել, նայել, ասենք այս կետին հասնելու համար, մեր վերջին քայլը պետք է լինի կամ ստեղից աջ անել, կամ ստեղից վերև, չէ՞։ Չգիտեմ ինչքանով է, եկեք գծեմ լավ։ Սիրելի քսուրնալը թող բացի։ Բացի։ Ես էլ չեմ սիրում այս գույնը ստեղ, մի վարքեն։ Պատկերացրեք, այս մեր բանն է, ստեղ մի հատ ցանց ունենք։ Այս դասընթացը որ անցնի, կարամ հետո առանձին դասընթաց անեմ, ոնց ուղիղ գծեր գծել, հաստատ կուզեք իմ տաղանդից ունենաք։ Ահա։ Այս էլ էս։ Ասենք այս կետից սկսում ենք, ուզում ենք գանք դեպի այս կետ, ու կարանք շարժվենք կամ դեպի, լավ, всё հերիքա, կամ դեպի աջ, կամ վերև։ Հեչ ակնհայտ չի, հիմա ասենք այս խնդիրը ոնց է կարելի լուծել այս պահի դրությամբ։ Բայց եթե փորձենք ռեկուրսիայի տեսանկյունից մոտենանք ու ասենք, օքեյ, վերջում ինչ էր տեղի ունենում, այսինքն 4-ի ֆակտորիալը որ ուզում ենք հաշվենք, վերջի գործողությունը անելուց ինչն է, 4-ով բազմապատկումն է, չէ՞։ Այստեղ ասենք, եթե այս կետին ենք հասել, վերջի քայլը որ արել ենք, ո՞րն է եղել։ Եկել ենք այստեղից վերև ենք բարձրացել, կամ էլ այստեղից աջ ենք գնացել, չէ՞։ Մենակ այդ երկու ձևով է հնարավոր հասնել այստեղ։ Okay, իր հերթին այստեղ հասնելու համար ինչ գործողություն կարենք մենք անենք։ Պետք է կամ այստեղից վերև բարձրացած լինեինք, կամ այստեղից աջ գնացած լինեինք։ Հետո նույնը հարցնում ենք այս կետի համար, նույնը այս կետի համար, նույնը այս կետի համար։ Ու ամեն մեկի համար սենց առանձին երկու հատ ճյուղավորում ալին։ Մեկը այն, որ եթե վերևից ենք հասել, մեկը այն, որ եթե ձախից ենք եկել իր մոտ։ Այսինքն եթե գնանք, ամեն անգամ խնդիրը բերվում է դեպի ավելի փոճուր թվերով խնդրի։ Հենց գնալով սենց էլ ենք իջնում իհարկե, ամեն անգամ ավելի փոքր խնդրի է գալիս, ու եթե ասենք գրենք ըստեղ եղած թվերի համար, ըստեղ եղած արժեքների համար հաշվենք նախապես կամ ստեղ, կամ թեկուզ մի հատիկ ինչ որ կետիկների համար հաշվենք, ու դրանք ընդունենք որպես հիմնական կետեր։ Եթե ասենք ես գիտեմ այստեղ ու այստեղ լինելու բանը, տարբերակների քանակը, կգտնեմ նաև այստեղը, չէ՞, կգումարեմ այդ երկու տարբերակները։ Հիմա եթե սա գիտեմ, եթե սա էլ իմանայի, այսինքն եթե ուղղակի ես առաջի տողը սարքեմ, դրա շնորհիվ հաջորդ քայլով կիմանամ նաև այսա, չէ՞։
Նույն կերպ հիմա եթե սա գիտեմ, եթե assume-ն էլ մաքրած լինեմ, ստեղ էլ հաշված լինեմ։ Կգամ կիմանամ սա, հիմա եթե սա ու սա գիտեմ, կգամ կիմանամ սա, զգում եք երևի, չէ՞ process-ը ինչա տեղի ունենում։ Այն առաջի դրած հղումում ոնց որ թե հենց այս խնդիրը լուծում է, ու ես այդտեղից եմ երևի հենց բան արել, այս խնդիրը ֆիքսել, շատ լավ է բացատրում։ Սենս չի անում, էլի հեչ։ Բայց նաև ժողովուրդ, եթե հավես ունեք, կարաք սա որպես տնային վերցնեք։ Իրականում իմ հավեսը տվեց, կարող է նույնիսկ բան ունեմ։ Սրա լուծում վիդեո սարքեմ, գցեմ YouTube, խոսք չեմ տալիս։ Եթե սարքեմ Telegram-ում կուղարկեմ։ Բայց լավ, կարճ ասած, այսքանն է։ Հարցերի դեպքում համեցեք։ Մինչև հարց չտակ, ես մեմեր եմ նայելու։ Ասել եմ լավ։ Չեմ, ոչ մի հարց։ Հա։ Նայնել ասում եմ։ Հայկ ջան, ես սենց հարց տամ, բայց մոտավորապես պատասխաննել սենց ասեմ, էլի կա խնդիր, որ առանց ռեկուրսիայի անհնար է, չկա, չէ՞։ Կարճ պատասխան չգիտեմ։ Ինտուիցիան ասում է, որ կարանք բան մի վարքան։ Հա, ոչ չկա։ Կա։ Եթե աճիշտ Առանց ռեկուրսիայի չի լինի լուծել, միայն այդ մեթոդով կարելի է լուծել։ Ոնց որ մենք որ բան աշխարհում ենք ապրում, վերջավոր աշխարհում, այսինքն կոմպի մեջ հիշողության սահման կա բանման։ Բայց եթե հենց օրինակ ֆոլդերների բանը նայենք, պատկերացրեք ռեկուրսիա չենք ուզում օգտագործենք։ Հիմա մի ֆոլդեր, որի մեջ ֆայլեր է, այդ հարցը լուծեցինք։ Դրա կոդը տնայինն է, հենց բառի իմաստով։ Հիմա իսկ ինչ եթե ֆոլդերի մեջ կա մի հատ ուրիշ ֆոլդեր։ Դե կարանք դրա հարցն լուծենք, կարանք ցիկլ գրենք, որ ֆոլդերների մեջ կնայի, եթե ֆոլդեր կա, կմտնի կսկսի իր մեջ աշխատել։ Copy paste անենք այդ կոդը օրինակը դրա մեջ։ Հիմա եթե այդ ֆոլդերի մեջ էլ ուրիշ ֆոլդեր լինի, ելի պետք է դրա մեջ մտնենք ու copy paste անենք նույն կոդը, չէ՞։ Հիմա կոմպի մեջ անվերջ հերթականությամբ չի կարա լինի ֆոլդերը, որի մեջ ֆոլդերա, որի մեջ ֆոլդերա, որի մեջ ֆոլդերա, ինչ որ պայի բրցնելու է հիշողությունը։ Դրա համար ոնց որ բան սխալ կլինի ասել, որ անհնար է դա լուծել առանց ռեկուրսիայի, բայց ընդհանուր առմամբ, եթե չգիտենք օրինակ թե քանի հատ տես ֆոլդեր կա ու չենք ուզում 10,000 անգամ նույն կոդը copy paste անենք, այդ ստացվում է խնդիր, որ առանց ռեկուրսիայի չունի լուծում։ Այսինքն կարելի է ասենց ասել, խնդիրներ կա, որոնք որ առանց ռեկուրսիայի անհնար է ոչ ահավոր զզվելի ձևով լուծել, որտեվ օրինակ այդ ֆոլդերների ասած լուծումս ինքը շատ զզվելի լուծում է լինելու, էլի։ Ու ամենտեղ այդ ամեն խնդիր, որ ունի իր մեջ այդ իր կառուցվածքի մեջ ունի այդ ներդրման գաղափարը, որ մի բան կախված է իր նախորդից կամ ինչ որ բան իր պարունակում է մեջ ուրիշ բան, որ պարունակում է ուրիշ բան ու տենց գնում է, այդ ամեն ինչը ռեկուրսիա պահանջում է, էլի։ Իսկ ռեկուրսիա հասկանալու համար ձեզ պետք է հասկանալ ռեկուրսիա, ինչի համար ձեզ պետք է հասկանալ ռեկուրսիա, ու լավ, մի խոսքով ուզում եմ ես մնա ցույց տալ։ Հա։ Հույս ունեմ ես ջերիկությունը ավելի տպավորող է դարձնում ամեն ինչ, ոչ թե ֆոկուսը շահում, բայց լավ։ Okay, կամ էլի հարցեր ժողովուրդ, համեցեք։ Եթե հարց չտակ տնային եմ տալու։ Եթե հարցել տակ էլի տնային եմ տալու, բայց ինչ որ սպառնալու ձևեր ինձ պետք է կոնեմ։
Ժողովուրդ, ես խորհուրդ կտամ, որ այս ամեն ինչը վայ, Հայկ կներեք, չէի տեսել, լսում եմ։ Դա կարելի է թեմայից դուրս հաստատ Եկեք մի հատ տնայինին նախադասությունը ասեմ ու թեմայից դուրս գնանք, էլի, որ եթե ինչ վիդեոն սրանով կարողանամ կտրեմ։ Ժողովուրդ, տնային որպես նախ Streamlit-ը այդ արդեն ոնց որ ըստ ձեր ճաշակի, էլի, սենց ասած։ Մենք նախատեսել ենք իրան շատ ավելի ուշ անցնել, ոնց որ պարտավոր չեք հիմա անեք, բայց գիտեմ, եթե գոնե մի քիչ ճաշակներ ենք կիսում, երևի ձեր հավեսնել տվեց ինչ որ չափով Streamlit-ը ու կարաք փորձեք իրանով տարբեր բաներ անել։ Օրինակ ցանկացած տնային որ տալիս ենք, իր գլխին ինտերֆեյս հավաքեք մի քանի տող կոդով, ռեալ մի քանի տողով։ Իսկ ռեկուրսիան կրկնելու համար էլ ռեկուրսիան տպավորվելու համար, որտեղ ռեկուրսիան իսկականից շատ հեշտ է մտածել, որ հասկացել եք, երբ որ իրականում չեք հասկացել։ Ես խորհուրդ կտամ, որպես ավանդական լավ խնդիրների բան, հավաքածու, այս profound-ից օգտվել ու սենց գրելով գնալ։ Matryoshka-ի օրինակը կարայի բերեի։ Matryoshka-ի մեջ ամեն matryoshka ունի խոսքով։ Բարի, տնայինը էսա։ Մեկ էլ Կիրակի հետ կապված, Կիրակի էլի ես եմ լինելու։ Ես էլ տենց շատ վստահ չեմ իրականում ժամայինիս վրա։ Դրա համար խնդրում եմ ուղղակի վաղը ուշադիր եղեք բանին, chat-ին, կգրեմ ժամը քանիսին ենք միանում, ու սենս լինի իրիկունը միանանք այս անգամ, բայց ուղղակի ես Կիրակի էլի, հետո արդեն ավանդական Կիրակիները հարց պատասխանի ոճով կանցկացնեք դուք։ Կամ կարող եմ մի խոսքով։ Երևի ոնց որ մենակ հարց պատասխան չենք անի, եթե լիքը հարցեր լինի, մենակ հարց պատասխան կանենք, բայց ես նախատեսում եմ նաև այդ դեկորատորների տեսությունը ծածկենք, ու վсё։ Ու եթե էլի ես ընթացքում հասկանամ ինչ որ բան պարտքեմ, հետո կավելացնեմ, բայց մտքից բան չի եկել։ Այդ որ արդեն անենք, հաջորդ շաբաթ հանգիստ մուտք գործենք դեպի կլասներ։ Հիմա լսում եմ, Հայկ, կարաք ասեք։ Վայ, պետք է անմյուտ կտեսնեմ, լսում եմ։ Սկզբի մասում, որ Streamlit-ը գրում էինք, գրեցինք import Streamlit as est։ Դրա est-ի իմաստը այնա, որ կարճ գրենք, թե այսինքն եթե գրենք import Streamlit ու ոչ մի բան չգրենք, մեկը ինքը իր ֆունկցիաները կարողանալու ենք օգտագործենք, չէ՞։ Ուղղակի ամենտեղ պետքա գրեի streamlit-get ու տենց։ Ոնց որ կարճ մականուն է, էլի։ Այսինքն ինքը որպես գրադարան ենք կանչում, իսկ եթե որպես ֆայլ ենք import անում, ինքը մի հատ ուրիշ ֆայլի մեջ է։ Եթե էլի ֆայլ լինի, ֆայլերի համար է կարենք, չէ՞, նույնը անենք։ Այսինքն եթե ունենք ստեղ մեր մոտ main-ը, որ helper-ին է կանչում, կարայի ասեի import helper as h, չէ՞։ Բայց եթե ուղղակի import helper ենք անում, ամեն անգամ helper-ի մեջի ֆունկցիան օգտագործել, պետք է գրենք helper get, հա։ Այս ոնց որ կարճ մականունն է, էլի, այս պատկերացրեք վարազդատնա։ Այսի մեն առաջի հարցի պատասխաններ, էլի։ Առաջին հարցին։ Այն որ ասում էի main-ի բանը չեմ կարող import անեմ, utils-ի բանը չեմ կարող import անեմ, հենց այդ է, էլի, որովհետև ես իրան get utils get-ով չեմ օգտագործել ֆունկցիաները։ Ուղղակի գրել եք import helper ու դե ինքը չի իմա։ Ու helper get-ով չեմ օգտագործել ֆունկցիաները, հա։ Ոնց որ շատ լավ։ Մերսի շատ։ Դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Իմ կողմից բան չկա, եթե հարց չունենաք, ավարտում ենք այսօր։ Լսում եմ։ Մի բան հարցնեմ, եթե ասենք այդ files main-ի մեջ կանչեցինք helpers-ը, helpers-ի մեջ կանչենք files main-ը, ինքը կհասկանա, որ էլի տենց recursive ցիկլի մեջ անգնում ու ինքը կանգնացնի կոդը, թե ինչ կկատարվի իր հետ։ Լավ հարց է։
ինձ թվում է problem չի լինի, որտեղ ինք ուղղակի մի վարքան։ Հա, չէ, ոնց չի լինի։ Ես տենց error-ների հանդիպել եմ, ասում եմ recursive import problem։ Այսինքն գտնում է ինքը։ Ինքը sense classic դեպքերում հասկանում է, որ problem-ի մեջ է ընկել։ Եկեք ստեղը ներողություն, արդեն այս ֆայլերի անունը բանն է։ Files-ը, տակի գծիկ helper, ստեղել եկեք ասենք հավես հարց է։ Import files տակի գծիկ main։ Ահա։ Գնացինք դեպի որտեղ ենք, գնացինք Python, գնացինք PyFiles, Python main get py։ Հա, files։ Okay, մի վարքան, այս մեկը աշխատեց։ Հա, files get main-ը չեմ օգտագործել, եկեք օգտագործեմ։ Սկվարեցա խոսում։ Ահա։ Attribute error, partially initialized model, files helper has no attribute square, հա, circular, ոչ թե, լրիվ չի ինիցիալիզացվել սա, այսինքն լրիվ files helper-ը չի ստեղծվել, ասում ամենայն հավանականությամբ այդ չի ստացվել մոտս անելը, որտեվ չեմ կարացել գամ հասնեմ այս տողին, որտեվ ստեղ մինչև այդ մի հատ ուրիշ import եմ տեսել, որը եկել է կանչել ա դե ու սենց այս circular-ը բանն է, շրջանագծային import է ստացվել, էլի։ Սա սրան, ու այսպես ֆռալով գնացել է։